Բարի երեկո, այսօր չորեքշաբթի եւ շարունակում ենք մեր հայոց երկիր հանդիպումների շարքը։ Այսօրվա թեման պարենային անվտանգությունը որպես ազգային անվտանգության բաղադրիչ եւ զորեղ երկրի խորագրի ներքո այս հանդիպմանը խոսելու ենք մեր ամենօրյա կյանքի, բայց նաեւ մեր պետական կայունության առանցքային բաղադրիչներից մեկի պարենային անվտանգության մասին։ Մեր հյուրն է իրազեկ եւ պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Շնորհակալություն պարոն Պիպոյան հրավերն ընդունելու համար եւ մասնավորապես կանդրադառնանք հետեւյալ թեմաներին. սահմանում եւ էություն, ինչ է պարենային անվտանգությունը եւ ինչ տեղ ունի այն ազգային անվտանգության համակարգում, ֆիզիկական հասանելիություն, բացերն ու անելիքները, տնտեսական հասանելիություն, գների կարգավորման մեխանիզմներն ու համակարգերի ներդրման խոչընդոտները, սննդի որակ եւ անվտանգություն, վերահսկողություն դաշտից պատառաքաղ սկզբունքով եւ նախասիրությունների ու արժեքների համապատասխանություն, ինչպես ապահովել, որ սնունդը լինի առողջ, անվտանգ եւ համահունչ մեր մշակութային ու սոցիալական միջավայրին։ Խնդրեմ պարոն Պիպոյան, սկսենք։ Հաշվի առնելով, որ մենք ունենք սահմանափակ ռեսուրս, մենք պետք է ունենանք գոնե առաջին բանը, որը չունենք 100% քարտեզագրում հողերի Հայաստանի Հանրապետության։ Ընդ որում 100% քարտեզագրում, երբ որ ես ասում եմ, մի քանի գործոն նկատի ունեմ։ Այդ թվում աշխարհագրական դիրքից բացի հողի որակական ցուցանիշները եւ կլիմայական բանը։ Ըստ զոնայի, ըստ գեոդեզիայի, այսպես ասած, ըստ զոնայի, հետո ըստ արդեն ջրայինի, ըստ որակական ցուցանիշների, թե ինչ կարա տա եւ ինչ տնտեսական էֆեկտ կարանք ստանանք։ Հիմա հարց. Եթե մենք սա չունենք, մենք ո՞նց ենք չափելու։ Շատ տեղեր կա, որտեղ հողը երկար տարիներ չի օգտագործվել, այսօր տեղ ինչ էլ անես, առաջիկա մի քանի տարին լավ արդյունք չի լինելու։ Պարենային agrarային քաղաքականություն մշակող շատ երկրներ ասում են, դե գիտեք, մեզ համընկույզ է պետք, բայց գնում են իրանց արտադրողներն ասում են, այս ընկույզի ծառի տակ մենք կարանք այսինչ մշակաբույսը աճացնենք, կարողա կարողանանք գնանք մի հատ խմիչք հնարեք, որովհետև դա այն տեսքը չի ունենալու, որ որպես հումք խմիչքի մեջ օգտագործեք տնտեսական բաղադրիչ գյուղատնտեսությունից, խմիչքի մեջ օգտագործված պայմանական այդ կուկուռուզի վերամշակումը օգտագործենք։ Հիմա մենք խոսում ենք պարենային ապահովությունից։ Ցանկալի կլինի, որ օրինակ Հայաստանում կարողանանք արտադրել մեզ անհրաժեշտ 25% զեթի ծավալ, ցանկալի կլինի։ Իրատեսական է, իրատեսական չի, ինչի, որովհետև այդքան արևածաղիկ կամ այլ բան, որ այդ ծավալը մենք ստանանք, մենք այդքան գյուղ նշանակության հող չունենք, որ օգտագործենք դրա արտադրության վրա։ Բայց մենք իրավունք ունենք արդյոք 60-ից 70% ցորենի մասին չմտածելու, ոչ չունենք։ Այսօր ինչ պետք է անենք, դուք զգացել եք մեր գյուղատնտեսական ապրանքների շուկայի գների տատանումները եւ տրամաբանությունը, որով իրանք աշխատում են։ Կոպիտ է հնչում, բայց սենց է։ Այս տարի ձմերուկը դրեցինք լավ եղավ։ Լավ ալնում, բայց համել նոր ենք սկսել ձմերուկը դնել, հələ այնքան շատ չի շուկայում։ Մյուս տարի բոլորը գնում են այդ ձմերուկն են դնում։ Արդեն շուկան մի քանի անգամ ավելի է, քան Աստացի մեր շուկային պետք է։ Գինը ընկնում է, գյուղացին բողոքում է, ասում է քացով կտամ, կջարդեմ, կողքես կանգնող չկա, ու ճիշտ անում, որ ասում է։ Հաջորդ տարի նորից մի մասը չի դնում, նորից ձմերուկը գինը գնում է, մենք արդեն այսպես ասած քաղաքաբնակ հատվածով որ հողի հետ չաշխատում է, հողը չի մշակում, ասում է բան։ Հիմա մարդը մեզ այս երկրին ցորեն պետք է, թե ցորենք պետք չի։ Ցորեն մշակողը ունենալու է խնդիր, ինչի, որովհետև մենք գիտենք Ռուսաստանից ցորենը գալու է ավելի էժան, ինքը խնդիր է ունենալու։ Ալուրը գալու է ավելի էժան, խնդիր է ունենալու։ Ինչ պետք է անի պետությունը։ Հարց մեզ թռչնամսի օրինակ ինքնաբավություն չունենք, մեր համար խնդիր է դա թե չէ։ Աշխարհում հələ եկեք նայենք, քանի երկիր կա, որ թռչնամսի ավելցուկ ունի։ Ցանկալի կլինի, որ ունենանք, արժի քաղաքականություն մշակենք, տոկոսն ավելացնենք։ Կամ ձուն։ Ցանկալի կլինի, չէ՞ որ միան տեղական մտնենք, կարծես մենակ էլ տեղական ենք, այս պահի մտում եկել հասել ենք, բայց ինչ որ պահի ինչ որ խնդիր ա լինելու, ասեմ հիմա այս շղթան էլ բացատրեմ, որ պատկերավոր լինի, հա։ Ինչ պետք է անի պետությունը նաև այդ օժանդակելով վերամշակում եւ այլն մի ուղղության մեջ ինքնաբավություն ապահովելու համար։ Մենք գիտենք, որ մենք շատ հավքից սպառում ենք զատիկին։ Նորմայից ավելի, քան այն միջին ամսական։ Եվ նաև այդ սպառման ավելանում է սպառումը
Ամանորին ընդառաջ։ Այսինքն մեր տնտեսությունը պետք է հասցնի պիկեր կամ արանքում ունենա ավելցուկ կամ մի պիկի ժամանակ այլևս տնտեսության մի հատվածը վերացած լինի, ստիպված լինի բերել ներմուծումով։ Ինչի բերում եմ օրինակ, որովհետև պայմանական ինքը արտադրում է օգոստոս ամսին 1000 հատ կամ 1200 հատ, բայց մեր երկրին պետք է 1000 հատ։ 200 հատ ինչ պետք է անի։ Եթե մենք վերամշակման, աջակցման ծրագիր չենք անում, որ ինքը կարողանա աջակցի, ինքը ստիպված վերացնելու է։ Եվ ստիպված վերացնելու է 1000, բայց հետո գալու է դեկտեմբերը պետք է լինելու 1800, որովհետև մինչև եռակի պահանջարկը կա փոխվում այդ օրերին։ Հետո նորից հունվարից պետք չի լինում, նա որ պետք չի լինելու, ինչ ենք անելու, թափելու ենք։ Կամ սպանդանոցները, այսօր սպանդանոցները անվտանգության ապահովման մեխանիզմ, ես հիմա գալիս եմ էլի վերջին կոմպոնենտին, սննդի անվտանգության ապահովման, որի բաղադրիչը նաև սպանդանոցը, բայց եկեք հասկանանք մի բան։ Եթե դեկտեմբեր ամսին, երբ որ օրինակ տավարի մսի մորթե ականորեն ավելանում է, ամբողջ գլխականակը մորթվի սպանդանոցներում, ապա հունվար ամսին այդ սպանդանոցների կեսը չեն աշխատելու։ Ինչի, որովհետև պահանջարկը չկա, 3 անգամ դեկտեմբերին ավելի է, քան հունվարին։ Ստեղից հետևություն երկու բան։ Կամ հունվար, փետրվար, ենթադրենք մարտը բաներ, մի քիչ մորթը նորից շատանում է։ Մայիս, այսինքն կամ 8 ամիս պետքա փոխհատուցումներ տանք, որ այս ենթակառուցվածքները շարունակեն աշխատել, կամ պետքա գիտակցենք մի բան, որ դեկտեմբեր ամսին ինչ որ բանի վրա պետքա աչք փակենք, բայց ինչ որ բանի վրա ոչ թե պետքա աչք փակել եղունգի ցոտ քաշելով մեխանիզմով, այլ ինչ որ բանը պետքա լինի ամրագրած։ Իմ խոսքի սկզբում ես ասացի նաև իրավակարգավորումների մասին, համալիր միջոցառումների մասին եւ այլն։ Իհարկե, տարբեր մեխանիզմներ, օրինակ այս շուկաներում պարտադիր պետքա լինի ստեղից, այս կարնի ստեղից, այս տեղից էլ այս պայմաններից ելնելով։ Պայմանական համայնքային սպանդային կետեր ենք սարքում, որտեղ բացառապես լվացվող հատակով բետոնա եւ ծածկ, որ մինիմալը պահպանվում է, եւ անասնաբուժի հսկողությամբ մորթի պայմաններում տեղափոխում ենք պետությունն էլ այս ամբողջ ճգտան վերցնում է իր վրա։ Բայց այս կետերը թողելու ենք աշխատի բացառապես պայմանական եմ ասում, դեկտեմբեր ամսին։ Ամենահասարակ ձևով թվացial են, որ գիտեք, այդ Կոլումբոսի հայտնի ձվի պատմությունն է, հա, երբ որ ասում են մենք էլ կարանք պատտվենք, ասում են դե այնպես արեք, որ ձուն մնա սեղանի վրա ուղիղ կանգնած, բոլորը դնում են, այդ ձուն գլորվում է այս կողմ, գլորվում է այն կողմ, Կոլումբոսը այդպես ձուն խփում է ու ջարդում կանգնում է ձուն, ասում է հիմա արդեն բոլորդ կարա կանեք։ Գիտեք, հիմա երբ որ մենք խոսում ենք, մենք առաջի հերթին նաև անվտանգության բազմաթիվ միջոցառումներ պետք է իրական անացնենք, որպեսզի եւ խիստ հսկողություններ կանացնենք, որպեսզի հիվանդություններ չներթափանցեն։ Ընդ որում այս հիվանդությունները չպետք է ներթափանցել ինչպես բուսական, այնպես էլ կենթանական։ Երբ որ ասում ենք բուսասանիտարական X հիվանդություն է, դրանից մարդուն բան չի լինում, բայց դա տնտեսության կներեք այս արդյունքությունս համար հերն անիծում։ Այսինքն մենք պետք է հստակ ռազմավարական նպատակ ունենանք, ուղղություններն իմանանք, թե որն ենք փակում եւ հասկանանք, թե ինչ գործիքակազմ ենք ներդնում դա փակելու համար։ Որովհետեւ օրինակ եմ ասում, հա, մենք այս օրինակ ոչխարի մսի, գառի մսի մասով լրիվ ինքնաբավ ենք։ Հələ մի բաներ կարող ենք կանենք արտահանման, նորմալ է։ Տավարի մսի մասով ես մի քիչ ստեղ պաշտոնական վիճակագրության այդ խնդիր տեսնում եմ, որովհետեւ տավարի մսի օգտագործումը միայն թալմիսը չի, դրա վերամշակումն էլ, այս մենք տեսնում ենք ինչ ցավալի, այսպես ասած գոմեշի միսա, ինչի չէ նաև տավարի միսա գալի, այստեղ ես չեմ ուզում առաջնորդվեմ միայն պաշտոնական վիճակագրությամբ, բայց այդ վերամշակած սննդամթերքը, երշիկեղեն, չգիտեմ մնացած բաները, այս ցավալները, որ համատում եմ, օրինակ, որն է այն վերևի շեմը, որ մենք մեր համար պետք է ունենանք։ Արդյոք 100%-ը տավարի մսի։ Ես օրինակ խիստ վերապահում եմ։ Ցանկալի կլիներ 100%։ Իհարկե ցանկալի կլիներ, բայց եթե ասենք եկեք գիտեք ինչ կա։ Երշիկը թո տեղական մսից չլինի։ Եկեք գնանք X, Y անուններ չեմ տալի։ Այդ երկրից տավարը բերենք,
այնպես չի, որ այդ տավարը, որ բերում ենք վատն է, կամ եսի ինչով զիջում է։ Այդ համային որակները ստորադասենք, որովհետև ամեն անասուն, ինչ որ արոտավայր է, իսկ այդ արոտավայրը մենք կարանք օգտագործենք մեր բարենային անվտանգության ապահովման տեսանկյունից ավելի կարևոր տեղ ու նշանակության համար։ Շատ քննարկվում էր սրանից մի քանի տարի առաջ, մեծ աղմուկ իմիջիալոց ասեմ բարձացավ, բայց աղմուկը բարձացավ կենսանվտանգության տեսանկյունից, բույսերի անվտանգության տեսանկյունից, կենսաբազմազանության տեսանկյունից, ոչ թե որ եկեք ծառեր կան, որը լավ փայտանյութ է դառնում, Պավլովն, հա, բերենք, դնենք, տնտեսությունը ինչի՞ չի արձակցում, շատ լավ փայտանյութ եւ այլն։ Հələ մի կողմ ենթադրենք ապացուցված չէր, որ դա կենսաբազմազանության վրա ազդում է։ Բայց հաշված էր, թե օրինակ այն հողի մեջ, որ այդ ծառը որպես փայտանյութ աճելու է։ Այդ հողը պարենային անվտանգության որ խնդիրներ մեր համար լուծելու։ Պատկերացրեցիք ասածս իմաստ։ Այսինքն այստեղ առանց հողերի իդեալական քարտեզագրման որևէ ռազմավարության մշակում, ավելին ասեմ, այդ ռազմավարություններն էլ իհարկե երկարաժամկետ ինչ-որ առանցքային հարցերի շուրջ պետք է կայուն ինչ-որ մեխ ունենան, բայց իրանք աշխարհաքաղաքական զարգացումների հանդեպ իրենց ճկունությունը պետք է պահեն։ Նույն տենց մեծ աղմուկ էր տեխնիկական կանեփի հետ կապված, չէ՞, որ տեխնիկական կանեփը ներողություն աղմուկ էր ուրիշ բանի հետ կապված։ Տեխնիկական կանեփի աղմուկը ավելի շատ հետևյալի մասին էր, որ արդյոք մենք այդքան վերահսկողական ռեսուրս ունենք, որ դա չվերածվի այլ բանի, թմրանյութի եւ այլն, որովհետեւ չէր քննարկվում տենց առանցքային մեծ ցանկատարածությունների մշակման եւ այլն, այն մի քանի մետր ինչ որ էքսպերիմենտալ բանի համար կարելի էր անգամ անել։ Ավելին կարար պետությունը ասել հələ եկեք փորձեք, մեկա տեխնիկական կանեփ, հələ այդ բաց դաշտում մի արեք, մի հատ փակ արեք, այդտեղ էլ պտղատու ծառերի տակ հələ փորձեք աճացրեք, տեսեք կարողա բարձրի աճումը։ Մենք մի կողմից ունենք տեխնիկական կանեփը, թեկուզ 30% ավելի ցածր, օրինակ եմ ես ասում, միջալոց ասեմ, լոկալ պիլոտային գիտեք, խնդրեմը որն է, որ մեր երկրում բոլորը սիրում են խոսել ամեն ինչից։ Բայց դա էլ է սխալ, որովհետև տենց ագրոնոմիական ինչ-որ տեխնիկական հարց կա, որ կներեք կարա իմաստացնել այդ ոլորտի այդ բույսի աճեցման մասնագետը լսի, այս մարդը չի հասկանում, որ դրա մասին պետք է չխոսեր։ Ես պայմանական այս մի օրինակի վրա ինչ-որ պայմանական բան ասեցի։ Որովհետև ամեն ինչը իր մասնագետն ունի։ Որովհետև չպետք է մի հոգի նստի ազգային անվտանգության առանցքային բանի հետ կապված, բաղադրիչի հետ կապված ինքնուրույն մի հատ 12 էջանոց բան գրի, որտեղ տնտեսական անվտանգությունը կարաստվերվի, սոցիալ առողջապահականը կարաստվերվի։ Եվ իրականում այդ մասնագիտական բախումն է ծնելու են լավագույն փաստաթուղթը, որը որ հնարավոր է ունենալ։ Բայց մինչև դրան գալը առնվազն ինչ որ մինիմալ բաներ պետք է անել։ Այդ մոտավորապես նման է հետևյալին, մենք ունենք փոքր երեխա, ուզում ենք ինքը դառնա սպորտսմեն աշխարհի չեմպիոն։ Բայց պետք է հասկանանք, չէ՞, այդպես գենետիկան ինչ կառուցվածք ունի, ես մարդու առավելագույն բոյը ինչ տարիքի կլինի։ Այսօր բերեմ, քանի որ մեծ դիտողներն էլ շատերն են ֆուտբոլ սիրելու, այսօր Բարսելոնայում եւ Իսպանիայում բոլորը վախեցած ու լարված են, որ հրաշամանուկ Յամալը կարող է միամիտ շատ բոյ քաշի, որովհետեւ ինչ որ պահից սկսած դա ֆուտբոլիստին խանգարող բոյ է լինելու։ Էլ չասեմ, նույնը կլինի ծանրամարտ, նույնը կլինի մյուս սպորտաձևեր, այսինքն ամեն ինչ, այսինքն առանց հասկանալ, այդպես որոշենք, որ չէ աշխարհի չեմպիոն է սպորտի եւ վերջ ու սկսենք սխալ ուղղությամբ սնել, սխալ ուղղությամբ մնացած բաներն անել, այն մեկն ասի, ես լսել եմ երախան պետք է կերած խմացել լինի, առանց իմանալու, որ ինքը լսել է ինչ որ մի ուղղության համար, որ ծանր քաշային այս կոմպլեքսիայով կարա լավ ծանրամարտիկ դառնա, բայց այնտեղ որոշել են, որ ինքը պետք է ֆուտբոլով կամ թեթև ատլետիկայով դառնա։ Հիմա ուղղությունները չունենալ աշխարհի տեմպին զուգահեռ չգնալ եւ անգամ լավ երազանքներ չես կարող ունենալ։ Իսկ կներեք, բայց լավ երազանքներ ունենալու համար էլ է պետք լավ ճաշակ։ Իսկ կներեք, այսօր Հայաստանում այդ մասնագիտական թիմ ձևավորելու ներուժը ունենք, մենք մասնագետներ, թե դրսից պիտի հրավիրենք ինչ որ ուղղություններով անպայման ունենք, ինչ որ ուղղություններով անպայման այդ նույն մասնագետները կասեն, գիտեք, այս մի հարցում այս տեխնոլոգիական լուծումը փորձելու համար
ինչ որ բան ավելի լավ ունենալու համար եկեք գնանք պայմանական, չգիտեմ, Իռլանդիայից մասնագետ բերենք։ Ինչ եմ ասում Իռլանդիայից, որովհետև կարող է որոշեն ինչ որ հողերի վրա գիտական փորձեր անեն, որպեսզի հասկանան այս փորձի արդյունքները բերում ենք, ներառում ենք, թե չէ, կարող է լավ գաղափար ունես, բայց դու չես կարող տեխնիկապես անես։ Ես այս օրինակը միշտ բերում եմ Հայաստանի Հանրապետության ծանրամարտիկների վրա բոլոր։ Աշխարհի առաջնությունը նոր ավարտվեց մի քանի օր առաջ։ Մենք ոսկե ակնկալում ենք Վարազդատ Լալյանից։ Լավ կլիներ, բայց որ իսկապես որ շատերը ստանային էլի մեդալներ, բայց որ ցենց իրական ոսկու հավաքնորդներ Վարազդատ Լալյանն էր։ Հայաստանից այդ քաշարային կատեգորիայում երկրորդ մարդ չկա, որ գնա հավաքնի։ Հիմա չէ, հարցը մրցակցությունը չի, մենք այդ երկիրը չենք, որ բոլոր տեղերի ամենալավը պետք է ունենանք։ Այսինքն աշխարհում ոչ մեկ այդ երկիրը չի։ Ի վերջո Վարազդատը աշխարհում էր լավագույնը։ Էլի լավ է, որ 3 միլիոնի մեջ այդ սպորտի մեջ մենք մի հոգին ունենք, որ այսօր աշխարհի չեմպիոնն է, շատ լավ է։ Արդյոք արժի գնալ մտածել, բերել Հայաստանում օրինակ Գեղասահքի լավ մարզիչ, որ մեր երեխեքին գեղասահ սովորացնի։ Իհարկե արժի, որտեղ մենք դրա լավ մարզիչ չենք կարող ունենալ, որովհետև մշակույթը չունենք։ Այսինքն, եթե զուգահեռ ինչ որ բաներ անելու գիտական նորույթների ներդրման հարցում բարենային ապահովությունն անվտանգությունը խորացնելու, լավարկելու հետ կարծում ինչ որ մասնագետի խորհրդացան կարծիք դրսից ունենք, շատ հանգիստ պետք է գնանք գտնենք, արդյոք մենք ունենք այն մասնագետներին, ովքեր իրենց գիտական ներուժով, պոտենցիալով կապ ունեն աշխարհի համապատասխան երկրների մասնագետների հետ, որ մենք կարողանանք խորհրդատվություն ստանանք։ Եվ արդյոք դա այնպիսի գերֆանտաստիկ ծախսեր է ենթադրում, որ որպես պետություն թույլ չտանք, ոչ։ Տեղից հետևություն, որ դրանք մեր համար հասանելի են։ Պարտադիր չէ մարդկային ռեսուրսը լինի բոլորը Հայաստանում լստած լինեն։ Հենց հիմա Նուբարաֆյանը Հայաստանում ապրում այդ մարդը։ Իհարկե Հայաստանում չի ապրում։ Հիմա կա ուղղություն, որ կարանք այդ մարդուն խնդրենք, ասենք օրինակ, գիտես, դու Ամերիկայում աշխատում ես այս ոլորտի ներկայացուցիչների հետ, հələ խնդրում ենք, մենք այնտեղ մեկ լավ բան ենք տես այդ խորհրդատուին բեր մեր մոտ։ Հիմա գամ գների կարգավորման արդեն, որովհետև եթե այս տողի վրա մնանք, շատ երկար կմնանք, տեսեք, գների կարգավորման ամենատարբեր մեխանիզմներ կան։ Ինձ մինչև այդ մեխանիզմներին գալը ուզում եմ խոսել մի խնդրի մասին, ինչի մասին շատ հաճախ եմ խոսում։ Ես մեկ զանգում են ասում են, ինչ է այս տարի պոպոկ թանկ, օրինակ պոպոկ։ Կամ X գյուղմթերքը, ասում եմ օրինակ ժողովրդյան, ինչի անում է դա թանկ։ Ես անգամ կարամ հետ գնամ, ասում եմ, գիտեք, նախորդ տարվա համեմատ 20% թանկ է, բայց օրինակ նախանցած տարվա համեմատ 30% էժան է։ Դուք ինչի հետ եք համատում, երբ որ ասում եք թանկ կամ էժան։ Մենք այս խնդիրն ունենք։ Այս խնդիրն ունենք, որովհետև էլի առաջարկ պահանջարկ տնտեսագիտության ոսկի կանոնը միշտ գործում է, բայց ախր գյուղ ոլորտը, երբ որ սկզբանը ես ասում էի, որ պետք է գյուղ նախարարությունը մնար, այդ հողի մշակության արվեստի պես։ Սա ազգային անվտանգության հարց է, մենք մեր ազգային մշակույթը չպետք է պահենք, որտեղ ինքը տնտեսապես ձեռնտու է։ Մենք մշակույթը պետք է պահենք, որտեղ դա չի կարելի չպահել, հենց մշակույթ է ինքը։ Հողի մշակության եւ պարենային անվտանգությունն էլ ինքը ինչ-որ բաներ կա, որ մենք պետք է պահենք, որտեղ չենք կարա չունենանք, պետք է ունենանք եւ վերջ։ Չպետք է նայենք տնտեսապես ձեռնտու թե չէ։ Դրա համար մենք առնվազն պետք է իմանանք ինչը ոնց։ Մենք ունեցել ենք իրավիճակ, երբ երկրում պետական պաշտոնյաներն ասում են, դե ամռանը կաթի ինքնարժեքը 0 է։ Անասունի եթե կեր չես տալի ինքը գնում է դաշտում ալտում, ուրեմն 0 է։ Այս պայմաններում ենք մենք ի վերջո հասել սրան, դինեմ անկեղծ։ Մինչդեռ ինքնարժեքը չի կարելի այդ մեխանիզմով հաշվել, որ եթե դու գիտես, որ քո ծանոթ կամ բարեկամ, գյուղի բարեկամ այս պահին դաշտ գնալու համար համարյա փող չի ծախսում, կենթանում, մի հատ շոբան փողա տալիս, տանում է այս պահին կերի փող չի տալի, դա նշանակում է այդ պահին 0 երբեք չի կարելի, ավելն ասեմ։ Գյուղատնտեսությունը չի կարա հաշվարկ չանի, արժեք չբերի, նաև մարդկային ներուժը, որը գալիս է մտնում այդտեղ։ Մարդը ամբողջությամբ զբաղված է, դու այսինքն ինքը դու հաշվարկի մեխանիզմներ պետք է ունենաս։
Երբ որ դու ճունես իրատեսական գներ սահմանած ապրանքների համար առնվազն պարենային անվտանգության բաղադրիչ հանդիսացող ապրանքների համար։ Ճունես իրատեսական գներ սահմանած գնային քաղաքականության մասին խոսելն абսուրդ է դառնում։ Իսկ առաջարկ պահանջարկը ի վերջո չպետք է մոռանանք, որ այդ առաջարկ պահանջարկը ինչքան ուզում է տնտեսագիտական ոսկե կանոն լինի, ինքը միշտ գործում է այն խաղի կանոնների նկատմամբ, որոնք որ դու որպես պետություն սահմանում ես։ Հիմա հարց եմ տալիս, ձեզ եմ հայև այդ հարցը տալիս։ Մեր երկրում ժամկետանց ապրանք վաճառել թույլատրվում է թե չէ։ Իհարկե չի թույլատրվում։ Հարց. մենք քանի քաղաքացի ունենք, որը եթե իմանա, որ անվտանգ է, բայց ժամկետանց է, բայց օրինակ կլինի ապրանքի իր գնի 20%-ը գնա փողը կտա կառնի։ Ունենք այդպես մարդիկ։ Փաստացի պահանջարկն ունենք, որ բիզնեսին թողենք լավ էլ առաջարկը կաներ, բայց չենք թողում, չէ։ Ավելին, երբ որ իրավանորմերից էին խոսում, որ անվտանգության գործոնի ապահովումը կա մարդասիրական, այսպես ասած, ամբողջությամբ օրենսդրություն եւ ավելի շատ տնտեսական մոդելի օրենսդրություն, որը համարում են մարդասերներ, այսպես ասած, ոչ մարդասիրական, կոպիտ է հնչում ոչ մարդասիրականը, բայց սա հետ կապված փոքրիկ բան, հա, արդեն հռետորաբանության եւ հռետորի խոսքի կառուցվածքից է։ Չեմ հիշում, թե որը հռետորն ա եղել, ասել է ես կասեմ, որ մնացած կրոնները ամբողջությամբ մարդասիրական չեն։ Ասում դու ոնց կարաս ասես կրոնները մարդասիրական չեն, ասում վիճում ենք ասեմ, ասում դա ասա աուդիտորիայի մոտ, դու եմա գալիս, ասում քրիստոնեությունը միակ ամբողջությամբ մարդասիրական կրոնն է։ Հարուսա հետ ասում, բայց դու մնացածների չխոսեցիր, ասում ես խոսեցի, ասեցի միակ հետևաբար մնացածը։ Հիմա երբ որ ասում են սա մարդասիրականն է, մյուսին վատ բան չեն ասում, բայց դրանով առանձնացնում են, օրինակ հորմոնալ մթերքում հորմոնալ ծագում ունենալը մթերքի։ Երկրներ կան, որտեղ ասում են շատ խիստ մակնշեք, պարտադիր խիստ հսկեք, գրեք մարդը թող ընտրի։ Բայց օրենսդրություններ կան, մարդասիրականը, ասում է իրավունք չունեք, հույսները դնեք մարդկանց իրավագիտակցության վրա։ Եվ հետևաբար առաջարկ պահանջարկ են ձևավորում, որ հորմոնալը չպետք է առաջարկվի վերջ։ Եվ նաև դրանով է որոշվում, այս ինչի եմ ասում, դա էական ազդեցություն անում գնային քաղաքականության վրա։ Հիմա իրատեսական գների սահմանումը ենթադրում է հետևյալը, որ երբ որ գյուղացին ստիպված է վաճառել իր ապրանքը, իրատեսականից ցածր պետությունը գնա կանգնի իր կողքը։ Որ հաջորդ տարի ինքը անվտանգային խնդիրներ չունենա։ Այլ մեխանիզմներ էլ կան, բացի իրատեսական գների սահմանումը, օրինակ ազգային բանկի ձևավորում։ Սա ինչ է ենթադրում, որ պետությունը առնում պահեստավորում ավել ապրանքը, հետո երբ որ գներում տեսնում է շուկայում ինչ-որ գնաճ, ինքը հետ էժան առած ապրանքը բացաթողում շուկա եւ այդ անվտանգության խնդիրները կարգավորում։ Կա ուղիղ աջակցման մեխանիզմների մեթոդաբանություն աշխարհում, դա երբ որ հարկային կամ նյութատեխնիկական ապահովումով դու նպաստում ես, որ ապրանքի գինը նվազի, այսինքն հասկանում ենք, որ այսօր օրինակ ինչքան են ասում, որ X երկրի կամ Y երկրից եթե մենք անխոչնդոտ ապրանք բերենք, մեր երկրում չենք կարողանա իրացնել։ Դու գնային քաղաքականությունը վարում ես այնպես, որ օրինակ եմ ասում, եթե Իրանից գա Հայաստան կենտրոնական ցակման հումք, իհարկե հիմա ԵՏՄ-ով մենք այդ խնդիրները կունենանք ինքնուրույն մաքսային քաղաքականությունը վարելու, բայց ինչ-որ պահի ազատենք չենք կարող։ Հիմա չնայած եթե ուզենանք ուրիշ ձև կգտնենք։ Ուրիշ ձև կգտնենք, կասենք մեր մոնիտորինգը վկայելա, որ չենք թողում, այսքանն ենք թողում, կվոտանք կտանք կվերջացնենք։ Խնդիրը մեր ցանկությունն է։ Թե չէ որ բան ուզում ես անես։ Բոլոր տեղերն էլ այդ գործիքակազմը կնայեք այսօր մենք քանի օրինակ էի բերում, բայց մնա մեջը որ հասկանաք ոնց գործիքը կա։ Նայեք քանի իմիջիայլոց ասեմ որ ամենևին կասկածի տակ չդնելով իրանական արտադրանքի որակը, հա։ Նայեք մենք քանի արտադրողից ենք թույլ տալի Իրանից ապրանք գա, նայեք նույն Ռուսաստանը քանի արտադրողից է թողում Ռուսաստան ապրանք գա։ Հիմա փաստացի մենք կարում ենք ավել թողենք։ Եթե ուզենանք չթողենք, կասենք ինքը գնացել է նայել, մեր էլ ԵՏՄ գործընկերն է, միասնական պահանջներ ունենք, եթե ինքը գնացել նայել, տեսել չի համապատասխանում, մենք Իրանով առաջնորդ ենք, մենք էլ չենք թողում, եթե մտնելիս տեղը չթողել։ Մտնելիս տեղ կա թողել, ասում ենք ինքը ինչ կապ ունի, միասնական տարածքը ինքը չի թողում, մենք թողում ենք, օրինակ եմ ասում, այսինքն միշտ մեկնաբանության խնդիրը։ Մանևրելու եւ այդ մեկնաբանության տեղը տված է։
Այս ուղիղ աջակցման եւ այդ ուղիղ գնային քաղաքականությամբ դու կարողանում ես արժևորել եւ իջացնելով ինքնարժեքը քոն եւ թանկացնելով ներմուծվածը քո ապրանքը դարձնես նրա նկատմամբ մրցունակ։ Ինչ ենք անում մենք այս երեքից։ Ձևական երրորդը ինչի որովհետեւ երբ որ ասես չենք անում, կասեն դե ով ասում է չենք անում, հատուկ էր ուզում իվադման ասածներ չի տեսել, որ վառելիք ենք տալիս մեկ-մեկ, հա մեկ-մեկ տալիս ենք, դրա համար եմ ասում, ինչ որ գնով կարող է էլիտրա տանք կամ այլ բան տանք, բայց դա աջակցման եւ այս ուղղությունը ворթեգրելու լավագույն մեխանիզմը չի եւ ավելին ասեմ, մեր նման երկրներին մի բաղադրիչ է բավարար չի, մեզ հիբրիդային մոդելը հարկավոր, որը ամեն ինչից կներառի մի քիչ։ Ինչի, որովհետեւ օրինակ նույն բանկի ստեղծման գաղափարը շատ լավն է, բայց արդյոք մենք կարանք 3 տարում բանկ ստեղծենք կամ 5 տարում բանկ ստեղծենք, ամբողջ ծավալի չէ։ Ինչ որ ծավալի կարող ենք, այսինքն ինչի, որովհետեւ դրա համար պահեստներ են պետք, պահուստներ են պետք, ֆոնդեր են պետք, որպեսզի դու կարողանաս տորնես կառավարես, նաեւ բաշխման մեխանիզմների մշակում են պետք, որ եթե հանկարծ երկարաժամկետ լինի քո մոտ կուտակումներ չմնա չփչանա եւ հազարավոր պատճառներ կան, որ sense մի օրում դա չի լինելու եւ ավելին ասեմ, աշխարհում այնպես չի, որ ով դրլան sense միանգամից հաջողել, այսինքն դու պետք է կանխատեսես անհաջող փորձերը ու ասեն ոչ միայն այս ոլորտում, պարենային անվտանգության եւ պարենային ապահովության շատ ոլորտներում մենք վերցնում ծաղկակաղ ենք անում։ Այն էլ մեկ ելումադե որ ծաղկակաղ ենք անում մի բան, որ ընդհանրապես չէր կարելի ծաղկակաղ անել։ Որովհետեւ չի կարելի վերցնել վարդի փուշը, մեխակի թերթիկը եւ չգիտեմ, մի հատ ուրիշ ծաղիկի խրիզանտեմի տերևը, ասել ես 3 ծաղիկից մի ծաղիկ հավաքեցի։ Պատկերացրեցիք, այսինքն այդ նույն ամեն ինչից մի քիչ վերցնելն էլ ունի դասական կանոններ։ Գիտեք, շատ վատ բան եմ ասում, որ նայեք մշտապես իմիջալոց, այդ կարևոր է լսելը, կրթվելը, հիմա էլ հա կրթություն, շուշադիր, որ նայենք տեսնենք կրթության հետ ինչքան կապ ունենք, էլ այդ կրթություն ասողներով, բայց ենթադրենք ունենք, բայց մեր մոտեցումները, այդ կրթությունից հեռու են, եւ այստեղ շատ կարևոր է, որ այդ գիտակրթական մոտեցումները այն մեթոդների մեջ, որոնք որպեսզի ներդրվեն, ներդրված լինեն։ Այսինքն, եթե անգամ գնում ենք հիբրիդայինի, դա ոչ թե ասում է չինովնիկ, որը պարզապես լսելա, որ սենց 3 մեխանիզմներ գոյություն են կարգավորման, մի հատ էլ կարդացել է, որ ոնց որ տես 4-ն են մարդիկ փորձում, այլ մարդիկ, ովքեր ինչ-որ երկրում դա տեսել են, հասկանում են ռիսկերը, հասկանում են խնդիրները, ամբողջությամբ պատկերացնում են համակարգը։ Որովհետև այդ նույն ծաղիկի մասը, երբ որ խոսեցի, այդ ծաղիկի արտաքին շերտի հետ մարդիկ գործ ունեն, ոչ մասնագետը ինչ գիտի դրա արմատային համակարգը, ոնց է դա, որ հողի մեջ է լավ լինում, որ հողի մեջ է վատ լինում, ինչա պետք տալ, որ արմատները խոնավ պայմանում պետքա պահես, չոր պայմանում պետքա պահես։ Բայց այն, որ առանց գների կարգավորման մեխանիզմների մենք հասանելիության հարց չենք լուծելու, դա փաստ է։ Եվ սա ոչ միայն մեր մոտ արենային անվտանգության, այլ նաև գյուղատնտեսության հենց տնտեսական բաղադրիչի վրա ազդելու։ Որովհետև մենք կայունություն էլ չենք կարողանալու ապահովենք արդեն ազգային անվտանգության համար կարևորությունը, կայունությունը, որ իմանանք այսքան քանակ ունենք։ Բայց այլ խնդիր էլ կա։ Մենք նաև բիզնեսի համար լավ մոդել չենք գծելու։ Գիտեք, ունեք խաղողի վրա բերեմ։ Ենթադրենք մի քանի տարի խաղողի կինը լավ է։ Նախ մեկ, երբ որ պետությունը հասկանում է, որ արդեն բոլորը ցանում են ծորենը, խաղող են դնում, պետք է հասկանա, որ պարենային անվտանգության խնդիր ունենալու ծորենի մասով ինքը պետք է միջամտի։ Գնացի ծորեն ցանի, խաղողի չափ փող կտամ, ինչ ուզում ես արա, բայց այդ ծորենը ցանի, ոնց ուզում ես արա։ Խաղ արտադրողներն էլ ասի, հիմիկվանից ասում, ես ձեզ ասել եմ, ինձ պետք է խաղող մենակ էս տարածներում։ Դու քո ռիսկը հանկարծ որ կարկուտը խփեց ամբողջ խաղողը վարի տվես, չգաս չլացես, ասես վարկ էի վերցրել։ Ավելին պետք է վարկն էլ չտա։ Գիտեք, պոպուլիզմը լավ բան չի։ Պետությունը իրավունք չունի մինուսով աշխատող եւ պլյուսով աշխատող գյուղացուն քաղաքացուն օգնի համաչափ։
Պետությունը այսօր ավելի վատ բան է անում, պետությունն ասում է նույն ձև ֆինանսավորում գյուղատնտեսական ծրագրեր, այսինքն Երևանից գնա հողերը առ կպցրա իրար բիզնեսը դիր, քո համար նույն պայմանն է, ինչ որ են գյուղի 3 հոգով իրար հետ որ հələ պետք է բարիշեն, թե որ բիզնեսն են անում, միավորվեն, այսինքն խոշորի եւ խոշորացման համար գործում է նույն ծրագիրը։ Այն դեպքում, որ մեր հողերը ունեն խնդիր ու տրամաբանական խնդիր է միջալուց ասեմ շատ։ Ինչի որովհետև ընդամենը հետ են գնում մի քանի սերունդ, մեծ պապը ունեցել է մեծ հող։ Այդ մեծ հողը ինքը թողել է իր մի քանի ժառանգներին։ Իսկ այն ժամանակ երեխաները շատ էին ունենում, եթե հիշում եք։ Այդ հողը արդեն բաժանվեց 5 մասի։ Այս 5 մասը իր հերթին մնացել է արդեն մեր պապերին։ Մի 4-5 երեխա էլ իրանք են ներել։ Հետո դա արդեն անցել է մեր ծնողներին, դա էլ է իր հերթին 2 կես եղել, այսինքն հետո ժառանգաբար անցել է հաջորդ 2 սերունդին, այսինքն ժառանգաբար այս հողերը մասնատվելու հատկություն ունեն ու կապ չունի այդ սովետական Հայաստանից էս այդ հաշվարկը սկսում անել, անկախ Հայաստանից էս այդ հաշվարկը սկսում անել, ոնց ուզում ես արա այդ հաշվարկը։ Ընդամենը 3 սերունդ գնացեք հետ, 2 սերունդ գնացեք եւ կհասկանաք, թե հողը ինչքան է փոքրացել։ Եվ բնականաբար փոքրանալու էլ միտում ունի, որովհետեւ հողը նույնն է, բայց էլի սերունդներ են ծվում եւ մեկից ավելի երեխա արդեն այդ հողը էլի է մասնատվում։ Պետությունը պարտավոր էր մշակել այնպիսի ծրագրեր, որ խոշորացման գնար, ոչ թե խոշորը գնար, փոքրին կլաներ, տաներ ու թողեր դուրս ինքն էլ երկրից արտագաղթեր գնար։ Հողը լավ գնով ծախեր, ինչ անելու, մնալու է ինքը իր սեփական հողի մեջ բանվորություն անի, իհարկե չի մնալու։ Փողը վերցնելու է գնա։ Այսինքն ի նկատի ունեք այդ կորպորատիվների մեխանիզմը, խոշորացման տարբեր մեխանիզմներ կան։ Մեկին մի ձև ես աջակցում, մեկի համար ծրագիր ես բերում։ Ու երբ որ ասում ենք պարենային անվտանգության ապահովումը, agrarային քաղաքականությունը, նաև անվտանգության խնդիրը, բա սահմանային անվտանգությունը առանց բնակության ոնց արվում։ Իսկ սահմանը ինչ են անելու։ Առաջին հերթին սննդի արդյունաբերություն, հող, որովհետև այնտեղ սահմանային իրավիճակում առանց հողի ինչ պետք է անես։ Հիմա Հայաստանում այդ մրցունակության խնդիրը ոնց է, անհատ մեծ ֆերմերներն են ավելի շատ առաջ գնում, թե այդ կոոպերատիվների մեխանիզմը խոշոր փող ունեցող կոոպերացիաների ձևավորում չկա անհատների մակարդակով, անհատական մակարդակում, դա գյուղացին մենակով կանի, թե քաղաքացին, այստեղ միջալուց ասեմ գյուղացու քաղաքացու խնդիր էլ չի։ Հա։ Ինչ որ մեկը կարող հենց ինքը բնիկ գյուղացի լինի, 2 տարի գնա խոպան, հետո մեծ փողով գա, բայց էլի փողերն առնի, փող ունենա, հողերը առնի։ Մենք պետք է հասկանանք մի բան, լավա որ հողերը մեծանում են, լավա որ մեր գյուղացին գնում է խոպանում փող աշխատում, բերում է մեր գյուղի մեջ է դնում, շատ լավ է։ Բայց շատ վատ է, որ այդ փողը հենց է դնում, որ կողքեր մյուս 4 գյուղացին այդ գյուղից գնում են։ Այսինքն պետության ռազմավարությունների մշակումը պետք է բխի սրանից։ Եվ ի վերջո արդեն էլի հետ եմ գնալու, հա, այն որ ասում են անվտանգության, բուսասանիտարական հիվանդություններ, կենթարների հիվանդություններ, քանի որ հիմա գալիս եմ արդեն անվտանգության ապահովման ապում, որ ապրանքները պետք է լինեն նաև որակյալ եւ անվտանգ։ Այստեղ անվտանգ վերահսկողությունը հենց այդպես էլ կոչվում է դաշտից պատարակալ, որովհետեւ հողի միջոցով կարող է թունակի միկատի մնացորդը անցնի մթերքին, ի սկզբանե այսինքն հողից էր խնդիրը, ստեղից պետք է անես այդ գործը, էլ չասեմ, որ կենթանին կարա հիվանդանա, հակաբիոտիկ սրսկենք, այդ հակաբիոտիկը միանգամից անցնի մսին, շուտ մորթենք, չթողենք դուրս գա, մինչև վերամշակման վերջին ցույցը եւ իրացման, փաթեթավորման, մինչև մեր տուն պատարակախ սկզբունք, պատահական չի սրա անունն ընտրված, սա եւս առանցքային ուղղություն է, իմիջիալից ասեմ, որ պարենային անվտանգությունը, ինչի մասին որ այսօրվա մեր թեման է, մի թեմա է, որը կարելի է խոսել, եթե չասեմ անverջ, այլ առնվազն մեկ ակադեմիական կուրս, 1 տարով, 2 տարով, այսինքն պարզապես վերցնելու մի ժամվա կամ թեկուզ 40 րոպեվա կամ 2 ժամվա շրջանակում
մենք կամ ստիպված ինչ որ ակադեմիական տարերի ենք գալու կամ ձանձրալի ենք լինելու կամ իրականում պարզապես են առանցքային մեսիջներին գամ եւ այստեղ էլ եմ ասում վերահսկողությունը ոչ միայն գներից արդեն ուղիղ իմաստով վերամշակումից սկսած միջոցառումների կազմակերպումից սկսած հիվանդությունների դեմ պայքարից սկսած կենդանիների բույսերի ինչի բույսերի որովհետեւ կան այնպիսի կարանտին վնասատուներ, որոնք որ գալիս են, այդ ուղղությունը կարաս երկար տարի հանես։ Պետքա փոխես, ես հիմա անուններ չեմ տա, որպեսզի չքննարկվի մեր երկրում այդ հիվանդությունը որ զոնայում է, որ զոնայում չի, ոչ թե խուսափում եմ, այլ հիմա խոսելով այս հարցը չի լուծվի, բայց պետք է հասկանանք, որ այդ ցանկատարածություններն անգամ մշակաբույս պետք է փոխենք։ Դուք պատկերացնում եք մարդուն գնանք ասենք, ստեղ մենակ սողցան է, հարգելիս։ Ինքը չի ասի, ավելի լավ է նրանից քիչ ստանամ, քան թե սող ստանամ, ես սողով փող չեմ աշխատել։ Բայց դրա մասնագետն էլ պետք է լինի։ Դրա մասնագետն է պետք է լինի, որ ասի, գիտեք, ինչ կա, այստեղ որ դուք այդ բույսը շարունակում եք ցանել, մեկ երաշխավորված քիչ եք ստանալու, ու պետք չէ ռիսկը ձեր վրա վերցնեք, որովհետև դուք այդ հայի կներեք այս արդյունքից համար կողը ունեք, մյուս տարի էլի եք անելու մտածում եք տարուց է։ Մի 2-3 տարի մինչև այդ հիվանդությունը այս նույն տարածքում կշատանա մեր արդյունք պայքարն էլ արդյունք չի տա։ Այն դեպքում, որ երբ որ ընդամենը այս 40 տնտեսությունը սողցանեք, պատկերացեք ինչ կարևոր է այդ վերահսկողություն, բայց աջակցություն մեխանիզմը։ Այսօր եթե չգնաս չասես ես քեզ կաջակցեմ դու սողը ցանի։ Ո՞վ է սող ցանելու։ Մյուս կողմից եթե սողը ցանել ես, այն մյուսին պետք է ասես այ գիտես դու սողը չցանես։ Այ դու էլ կարաս ուրիշ բան ցանես, որովհետև քո հողի վրա դա ստացվում է։ Ոչինչ որ դու սողին ես սովոր, ես քեզ կօգնեմ, դու արա, որտեղ մեր երկրին պայմանական պետք է 1000, բայց ընդեղով մենակ 1200 ենք ունենալու։ Հետո դու գալու ես ասես խեն 600 կամ 700 կիլոին, ամեն կիլոին 200 դրամ փոխհատուցում տվեցիր։ Ինչ չտվեցիր։ Ու այս ամեն ինչը ինչից է գալիս։ Իրականում, երբ որ ասում եմ բարդ ռազմավարությունները կարճաժամկետ լուծումներ են պահանջում, երկարաժամկետ լուծումներ են պահանջում, իսկ իրականում կառավարությունները առաջնորդվում են կարճաժամկետով, որովհետև իրանք համարում են, որ 2 տարուց ընտրություն է, եթե այսօր կարկուտը խփել է, մենք ասենք չէ, վերջ, իսկ եթե ամեն կարկուտին տալիս են, այն մյուսին տալու բան չի մնում։ Ավելին, երբ որ իրանք գիտեն, որ իրանք չգիտեն, իսկ դա գիտեք ինչքան կարևոր բան է։ Երբ որ իրանք գիտեն, որ իրանք չգիտեն։ Իրանք հասկանում են, որ երկարաժամկետ պլանավորման, խորը արդյունքների ապահովման համար 4 քայլ անենք, ոչինչ չտեսնենք, վստահ որ 5-րդ քայլով տեսնելու ենք։ Այս պլանավորման, երբ որ իրանք գիտեն դրա մասնագետները չունեն, թույլ է, ումիջալուց ամենակ այսօրվա խնդիր չի։ Դա շատ ուղղություններով ոչ միայն պարենային անվտանգության լրջագույն խնդիր է, գոնե կարճաժամկետ կամ գոնե միջնաժամկետում մի բան տեսնելու ռազմավարություն մշակենք։ Բայց մենք այդ մոտավորապես այս օրինակը շատ են բերում, բայց ես էլ բերեմ, հա, էլի երեխայի վրա բերեց ես օրինակը։ Գիտեք, երբ որ մարդ երեխա ունենում, մի անգամից ատամ հատիկի օրը ինչ են անում, հա, մի տարի չանցած հիմնականում մինչև մի տարին այդ ատամ հարթան ընտրում են մասնագիտությունը։ Ասում են ինչ կդառնա։ Հատկապես եթե ուզում են որ երեխան բարձրագույն գնա, իրանք բարձրագույն կրթություն պահանջող մասնագիտություններ են թղթի վրա գրում։ Բոլոր նրանք, ովքեր միջին մասնագիտական կրթություն են պատկերացնում, որովհետև իրանք տենց են զգում իրանք կյանքը, այլ բան են պլանավորում։ Եվ հետո էլ այդ ճանապարհը, այսինքն դպրոցում արդեն առաջին դասարան, երբ որ ինքը գնում է, միջնաժամկետ է, մանկապարտեզի ինչ որ հատվածում ինչ որ խմբակ գնալ է, միջնաժամկետ է, մինչև մանկապարտեզը կարող է մի քանի բառ սովորացնենք, մենք չենք կարում դրսից բերենք սովորացնենք, կարճաժամկետ է։ Բայց պլանավորումը կներեք յուրաքանչյուր հայ ընտանիքում երեխան 2 տարեկան է արդեն ամուսնացնում են մտովի։ Մոտավորապես պատկերացնում են թե ինչ ընտանիքից են աղջիկ բերելու կամ ինչ ընտանիք են իրենց աղջկան տալու։
Ինչ երեխեք կունենա, երեխեքն է որ մեծանան ու կքաշեն, այսինքն որ հասկանաք թե երեխայի ապագան պլանավորելիս ինչ երկարաժամկետ է գծվում ու ինչքան հաշվի առնելով ամեն մեկը ինքը իր միջավայրը։ Հենց հերթահասնում պետության ռազմավարություններին շատ վատ բան եմ ասելու, բայց մի հատ թղթի վրա գրում ենք 2050 թվին Հայաստանը կդառնա աշխարհի ֆուտբոլի առաջնության մեդալակիր, միանգամից սա հասկանում որ դա ոչ մի բանի վրա գրած թուղթ է, հենց հիասթափված հուսահատված թղթի մասին ասում են, քանի որ թուղթը պրոֆեսիոնալ չի, ասում է, այ դուք խանգարում եք մեզ երազել։ Ու ես միշտ ես օրինակը բերել եմ ճիշտ է պարենային անվտանգության հետ հեչ կապ չունի, բայց մեր իրականության հետ մեծ կապ ունի։ Հատկապես հիմա հանրային տրանսպորտն էլ խնդրեմ է։ 2017 թիվն էր ու քննարկում էր ով ինչ ծրագիր ունի։ Ես սկզբից մերժել էի գնալ, բայց հետո երբ որ քաղաքական ուժերը իրանք էին կողմ եղել, որ ես որպես փորձագետ գնամ, որպես փորձագետ գնացել էի։ Ինչի՞ չէի ուզում, որովհետև չէի ուզում մեկին ասեի լավ է, մեկին ասեի վատ է, ասեի մենք միշտ բևեռացված ենք, չէ՞ եղել մեր հասարակությունը, որ ընդդիմությունը լավ լներ, կասեին հատուկ էր եկել ընդդիմության ասացին, իշխանությունը ասեին եկել էր իշխանությունը լավ ասել, բայց բախտս բերեց։ Ինչով բախտս բերեց, որովհետև հաղորդումը երբ որ ավարտում ենք, ասի վատ բան եմ ասելու։ Գործող իշխանությունները չգիտեին ինչա պետք, գնացին դրսին բերեցին, դրսից բերեցին իրանց խորհուրդ տվողին։ Կարդացել են գիտեն, բայց կանեն թե չէ չեմ կարող ասեմ, որովհետև փաստա, որ իրանք այսօր դա կարային արած են, դեռ չեն արել։ Բայց ասի ավելի վատ էլ կա, անդիմադիր հատվածը այսօրվա, անգամ չգիտի ինչա պետք անել։ Ու այդ պահին ներկաները ասին մենք մեր երազանքներով, գիտեք ինչքան լավ բաների կհասնենք։ Այսօր այդ մարդիկ արդեն 7 տարի պետք է անեին ու անում են այն նույն սխալները, որոնց մասին խոսում էին սրանից 8 տարի առաջ։ Ու չեն անում այն ինչը որ գրած էր, որովհետև այն ժամանակ էլ էր հասկացվում, որ իրանք դա չեն հասկանում։ Այ սա համակարգային խնդրեմ է։ Երբ որ երկարաժամկետ պլանավորման կապված մասնագիտականը դառնում է ընդամենը բան էլի, լավ մենք երազանքով sense մասնագիտական բաներ կջարդենք, թե չէ։ Չի լինում էլի։ Գիտեք, ասում եմ, բարձ, սա հասարակական վարքի եւ հասարակական ընկալումների խնդիր է։ Մենք երբ որ միտեղ պետք է բուժենք, մենք ընտրում ենք ամենալավ բժիշկ մասնագետին։ Հետո նոր ասում ենք, այդ լավ մարդ է, թե չէ, թանկ է, թե ժամ, բայց առաջին ուզում ենք մասնագետը լավ լինի։ Հենց հերթահասնում է մեզնից դրսին, այդ մասնագիտականը մղում ենք յոլա տանելու կարևորը մեր սրտով լինի։ Ոչինչ, թող մի քիչ էլ, բայց մեր սրտով լինի։ Բայց եթե երեխուն պիտի տանք պարապելու միտեղ, որ ընդունվի բարձրագույն, կարող է հայերենի դասատուն դուրներս չգա, ասենք ինչ կամ մյուս առարկայի էական չնի, ոչ մեկի ուղղությամբ չգնամ, մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի։ Բայց եթե գիտենք ինքն է լավ պարապում, ասում ենք կարևորը մեր երեխուն բարձր բալի ինքը կհասցնի, ոչինչ որ մեր դուրը ինքը չի գալիս, որտեղ դա մերն է, մեր համար է պետք, մեր վաղվա օրվա համար է պետք։ Մասնագիտականը բերում ենք առաջին պլան, մնացած որակները թողում ենք երկրորդ պլան։ Հենց հերթահասնում է պետության, պետական ռազմավարական ծրագրերի հայացքներ, որոնք պետք է դառնան ընդհանուր, այդ թվում մեր, միանգամից սկսում ենք առաջնորդվել ոչ թե պրոֆեսիոնալիզմով, այլ սեփական նախասիրություններով։ Այ դրա համար էլ մեր վրա որպես հասարակություն կարում են ծախեն սիրողական թղթերը։ Եթե մեր ընկալումը չներ, մեր վրա այդ թղթերը չէին էլ կարողանա ծախեն։ Մենք մյուս կետի մասին էլ խոսենք, նախասիրություններ եւ արժեքների համապատասխանություն, որովհետեւ առողջ սնունդ ունենանք։ Միջայլոց ասեմ, որ մի մասի հետ կապված խոսքի ընթացքում խոսեցի, այդ թվում նրա թե օրինակ ցորենը եւ բրինձը ինչքանով են։ Սննդային սովորույթները էական դեր եւ նշանակություն։ Եվ այստեղ ամեն ազգաբնակության սննդի ռացիոն առանցքային է պետության ռազմավարությունը մշակելու համար։
Եվ մեր երկրում բարեբախտաբար այսօր կան գիտնականներ, ովքեր իսկապես զբաղված են այս ուսումնասիրություններով հասկանալու համար։ Ի վերջո, ինչ ենք սպառում ենք, ինչա պետք մեզ, ինչա որ ինչքան էլ մեր համար պարենային անվտանգության տեսանկյունից թվացյալ վաղ ապրելու համար, որ չլինի, չենք մեռնի, կներեք, որ սենց եմ ասում, բայց առնվազն մեր սննդային նախասիրությունների մեջ մտածա, մենք պետք է ապահովենք կամ երբ որ մենք ոչ ֆորս մաժորային կառավարման մասին ենք խոսում, ի վերջո բարենային ռացիոնը այն ինչ որ մենք առնում ուտում ենք նաև, չէ՞ ոչ թե ինչ որ պարզապես գրած է։ Այս ապրանքների հասանելիությունը։ Քանի անգամ եք լսել, թե նախկինում ներքիմա, այս ինչը թանկա բանա, կանաչին թանկա գազար կերեք, գազարը թանկա ծող կերեք, հնդկաձավար չկա սա կերեք, մենք պետք է հասկանանք, որ մթերքները, որոնք այսպես ասած համարժեք են իրենց փոխարինելիությամբ, պետքա փոխարինելի լինեն եւ համարժեք լինեն նաեւ մեր սննդային սովորույթներով։ Եվ այն ինչի մասին որ ասում էի մշակութային արվեստ, սա էլ դրա անուղակի դրսևորման ձևերից մեկն է։ Գլեմ ասում, չեմ ուզում շատ մասնագիտական դետալների մեջ խորանամ, որ հատվածում է պետք հողի ինչ մակարդակի անալիզ անել հասկանալու համար, որովհետև ժամանակը քիչ աշխարհգրանագնում արդեն։ Սկսած խոնավությունը, վերջացած դրան, թե տեղ ինչ ջուր կարանք բերենք հասցնենք, երբ կարանք հասցնենք, ինչ ռեսուրս է տանելու, ինչի հաշվին է տանելու, այս ռեսուրսի ներդրման պարագայում ինչ կլինի, վերջացած այդ չմշակելու հաշվին հողի տարիներ հետո, տարիների ընթացքում չմշակելով ինչ ենք ստացել, այս հողը հարստացնելու համար ինչ կարանք անենք, ինչ ներդրում ուզում, ինչքանն է հետ գալու, այդ թվում տնտեսական, որովհետև հողի տնտեսական գնահատականն էլ դու պետք է անես։ Ոչ միայն որակը կնել, հենց տնտեսական գնահատական պետք է անես։ Ավելին պետք է հաշվի առնելով գյուղատնտեսության քո հնայի մեջ ունեցած տեսակարար կշիռը պետք է հասկանաս, որ նույն բարձրաժեքին էլ պետք է գնաս, բայց ինչքան ոնց, որ ճանապարհով, ինչի հաշվին ամենակարևորը։ Ինքը այնքան իրար մեջ մտած բանա, այն որ չի կարելի էլ այդ մոտավորապես գլոբալ անելուց հետո, որ արդեն սկսես պատմել, թե ասեղը, օրինակ ունքը կարելուց կամ թևը կարելուց, երբ որ կտրում է, ասեղը որ հատվածից պետք է մտնի, ոնց պետք է պտտի, ոնց պետք է դուրս գա, թելը ինչպիսին պետք է լինի։ Գիտեք, վիրահատական դուք լսել եք մի հատ բժիշկ գնա խոսի վիրահատական, իմիջիալ ասեմ, ես բժիշկ չեմ։ Եվ հենց դրա համար եմ ասում, դեղ ուղղություններ կա, որ ամեն մեկը ինքը իր ոլորտի նեղ խմբի հետ, ամեն մեկը մի ոլորտի նեղ խմբի հետ։ Պետք է նստի եւ քննարկի, թե որ թելով են կարը դնում, որ ասեղով են կարը դնում, որ թելն են այնպես դնում, որ ներծծվի, որ թելն են այնպես դնում, որ հետո գնան հանեն։ Դա արդեն նեղ ամեն բլոկի մասնագետ, բլոկ, ավելն ասեմ, գիտության դերն առանձին է տեղ։ Կրթության դերն առանձին է, հանրային իրազեկման դերն առանձին է, որովհետև հասարակությունը այս աշխատանքները պլանավորել առանձին է, աշխարհակաղակական զարգացումները կանխատեսել առանձին է, իրավաբանությունն ու իրավանորմերի մշակումն առանձին է, դրա մենեջմենտն էլ առանձին է։ Հələ էլի կարամ թվարկեմ շատ կապեր տնտեսական անվտանգության, սոցիալ առողջապահական առանձին բաղադրիչի առանձին կոմպոնենտ է։ Եվ ամենավատը, որ համախումբ չկա, ոչ թե մարդիկ գոյություն չունեն։ Մեր երկրում մարդկանց համախումբ, որոնք իրապես կարող են եւ իրապես լծված են այդ փորձին։ Այս լավ համախմբերը չկան։ Ինչի, որովհետեւ մեկ կոլեկտիվ գործել չենք սիրում, երկրորդը, որ ավելի կարևոր է, առանձին գործել ենք սիրում, բայց սրա մասին չէ, որտեղ նույն բանը ասեցի, դրա պահանջարկը չկա։ Խնդիրը դրված չի։ Մենք չենք դեր այդ խնդիրը։ Նստենք, հավաքվենք, իրար շուրջ եւ լուծենք։ Մենք կարող ենք խնդիր դնենք, նստենք եւ վիճենք։ Նստենք եւ ցույց տանք, որ ավելի շատ բան գիտենք մի բլոկի մեջ, քան մյուսը։ Բայց խնդիր դնենք, եկեք հասկանանք, ով գիտի, որ
այս բլոկին դու ձեռ չես տալի, այս բլոկին դու ձեռ չես տալի, այս բլոկին էլ դու ձեռ չես տալի, հավաքներ իրականացնում է այս մարդը։ Ու այդ ամեն ինչը հետնել պետական կառավարման համակարգում։ Ինչի եմ ասում պետական կառավարման համակարգում, որովհետև հանրային օրակարգում դու ինչ ուզում ես խոսի։ Դա պետք է կա պետական քաղաքական օրակարգ եւ ավելին շատ դեպքերում ոլորտը բացարձակ չիմանալը ավելի քիչ է վտանգում, քան վատ իմանալը, որովհետև վատ իմանալու արդյունքում շատ հաճախ վնասում ես, իսկ չիմանալու արդյունքում անգործության ես մատնվում, գոնե չես վնասում։ Մի վնասի սկզբունքը անգամ մեր մոտ շատ դեպքերում չի գործում։ Շատ շնորհակալություն։ Ես մի քանի հարցեր ունեմ, բայց նաև դահլիճից հնարավորություն տանք։ Ունեք հարցեր։ Խնդրեմ։ Իրականում sense տարբեր թեմաներ շոշափեցինք, բայց մեր արձանագրելու համար նախ կուզենայի նաև քանի որ լսելու են բերեմ հարցը հետևյալ դաշտ, որ պարենային անվտանգությունը իրականում նույնքան կարևոր է, որքան օրինակի համար ռազմական ու էներգետիկ անվտանգության հարցը պետական, հա, ռազմավարական տեսանկյունից, ոնց որ որովհետև շատ առումներով մի տեսակ հետին պլան է, իմ ուղղված այս հարցը, ու սրանից փոխեցնեմ նաև հիմնական հարցս տարածաշրջանում պատկերն ինչպիսին է այս առումով, եթե կան ինչ-որ ուսումնասիրություններ ենթադրում եմ կան ու մենք այդ համեմատության մեջ ինչ դիրքեր ունենք։ Բարդ հարց եք տալիս տարածաշրջան ասելով հիմա ասեմ ինչու։ Վերջից գամ սկիզբ։ Տարածաշրջանում չեմ ասի, որ բոլոր տեղերը մեզնից լավ վիճակում են, բայց կասեմ, որ մենք առաջատար դիրքերում չենք եւ եթե անգամ որոշակի արտադրատեսակների տեխնոլոգիական մշակման, որը ընդհանրապես շուտ փոքր տարա, հա, առումով ավելի լավ վիճակում ենք, գլոբալ իմաստով ավելի վատ վիճակում ենք։ Բայց ել եմ ասում ես դից վատ բաներ ասելու սիրահար չեմ, ես ավելի շատ ընդհանուր բաներ ասելու սիրահար եմ, քան այդ փաստերն արձանագրելու, բայց այսպես ասեմ, մենք այսօր Վրաստանի հետ եթե համեմատություն անենք, ինստիտուցիոնալ հենքերն ավելի լավն են։ Ինչի եմ կարևորում ինստիտուցիոնալության հենքը, որովհետև դու պետք է նայես ուր ենք գնում։ Երբ ենք սկսենք ճանապարհով եւ ուր ենք գնում։ Երբ որ մեր մոտ տեխնոլոգիաներ կային 90-ականներին, մենք իրանցից գիտեք ինչքան առաջ ենք։ Երբ որ ռազմավարություններ կան, երբ որ շատ ոլորտներում ինքնաբավ էինք արտահանում էինք, այդ թվում Վրաստան, հետքան հետ էին։ Հիմա իրանք եկել են ու որպես արտահանող շատ ուղղություններում մեզ գերազանցել։ Հիմա լավ բան էլ կարամ ասեմ, հա, մեր գինին այսօր ուղղությունա գյուղատնտեսության ուղղությունա, պարենային անվտանգությունը չեմ կարող, հա, այտենց լրիվ առանձնացնեմ գյուղատնտեսությունից։ Գինով այսօր մենք բավականին աճ ենք արձանագրում։ Հա, չունենք այն ինչ որ ամենա լավ կետն է, բայց հաշվի առնելով որ պրոֆեսիոնալիզմը մասնագիտական կարողությունը, դրսի ուժերի, թիմային աշխատանքը, ներքին մրցակցությունը, ներքին հարգանքը պահելով իմիջիալուց ասեմ, այս իմաստով մեր գինեգործները բավականին լավ ներքին կանոններ են սահմանել իրար հետ հարաբերվելու եւ բավականին առողջ հարաբերություններ ունեն։ Մենք այսօր շատ ցուցահանդեսներում նույն Վրաստանին հաղթում ենք, բայց այդ պարանային անվտանգությունը իհարկե չէ։ Եկեք հասկանանք, թե օրինակ ես խոսեցի, հա, հիվանդությունների պայքարի նույն պարանային ապահովության հետ կապված, հիվանդությունների պայքարի հետ կապված, եկեք հասկանանք իրանք ինչ ենթակառուցվածքներ են ստեղծել, մենք ինչ ենթակառուցվածքներ ենք ստեղծել։ Իրանք վերջին մի քանի տարում ինչ են արել, մենք ինչ ենք արել։ Եկեք հասկանանք աջակցման իրանք ինչ ծրագրեր ունեն, մենք ինչ ծրագրեր ունենք։ Զուտ չեմ ուզում համեմատություն անեմ, էլ չասեմ Իրանը, էլ չասեմ Թուրքիան, որը տեխնոլոգիական տեսանկյունից այնպիսի տեխնոլոգիաներ աներ դրել, որ
Եվ հիմա զուգահեռ տանեմ, էլի, տեսեք, երբ որ ասում ենք, նույն սննդային սովորույթներ։ Տեղական լոլիկը համով է։ Տեղական լոլիկը համովան չի համեմատում։ Երբ որ համեմատում ենք, օրինակ, սրանից մի քանի տարի առաջվա Անահիտ լոլիկի հետ, որ բոլորը մի փոքր ավակ սերունդը հաստատ շատ տավա հիշելու այդ Անահիտը, այդ Անահիտի հետ համեմատում է լոլիկը լավն է, թե չէ։ Օրինակ մենք ինչ ենք մտածել ենք, որ կարող է մեր մոտ լոլիկ աճացնելն ավելի շատ գլուխ գովալական արդյունք, կարող է գնանք Ուզբեկստանից լոլիկ բերենք, բարձր ավելի համով է։ Ինչի եմ ասում, շատ անկեղծապետ հասարակության հետ ունենալ։ Ու իմիջիալոց ես հիմա դիտողներ շատերը կասեն, ահա, արդեն գնացին Ուզբեկստանից լոլիկ բերելու, չէ, ամենևին դրա մասին չի։ Այլ նրա մասին է, որ մենք ունենանք լավը բրենդը, պարենային ապահովություն, սեփական պարենային ապահովություն եւ բրենդ։ Եվ բրենդը արդեն գյուղատնտեսության տնտեսական բաղադրիչի իմաստով։ Թե չէ մի կողմից ասում են նույն մարդիկ, ամբողջ տարի վարունգ չկերանք համը դուրներս չի գալ, այդ հին վարունգի համը չկա, հենց ինչ-որ մեկն ասի, եղբայր, եթե չեք կարում վարունգ աճացնեք, եկեք մտածենք վարունգի փոխարեն ինչ ենք կարում աճացնենք, վարունգը այդ մթերքը չի, որ մենք 75 տեղից կարանք բերենք, այդ թվում ստեղից, մի անգամից կասեն, այ ու գիտեք ինչի կասեն, որովհետև դա պետական հայեցակարգ չի։ Որովհետև ինչ որ առանցքային հարցեր, ինչ որ առանցքային ուղղություններ պետք է ունենալ միասնական օրակարգի շուրջ։ Օրերս իմ ընկերներից մեկն էր ասում էր, գիտեք, իշխանական եւ հակաիշխանական, այդ թվում պարտադիր չի քաղաքական ճամբարից, այդ քաղաքական հայացք ունեցող անձինք, որ կարող է ոչ մի ճամբարից էլ չեն։ Պարզապես երկուսի մեջ նախապատվություն տալիս են մեկին կամ մյուսին։ Հոգու խորքում կարող է մեկը երկուսին էլ սիրում, մեկը երկուսին էլ չի սիրում, դա արդեն հարցի 18-րդ կողմն է։ Բայց եթե իրանք այդ պահին դիրքավորված են տարբեր, երկու անգամ երկուսի համար էլ 4 չի։ Ով ասես 4, դիմացինը ասում է չէ։ Այ մենք առանցքային հարցերի շուրջ էլ չունենք կոնսենսուս։ Որ գիտեք, եկեք այս հարցի շուրջ չնայենք։ Իշխանական է, ընդդիմադիր է, իշխանությունների դուրը գալիս է, իշխանությունների դուրը չի գալիս։ Եկեք այս հարցի շուրջ կոնսենսուս ունենանք, որ ով ուզում է լինի իմիջիալոց Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Գործողը նախկինը թե ապագան, որը ոչ մեկի հետ ընդհանրապես կապ չունի։ Հայ հասարակությունը ակնկալում է այս հարցի շուրջ այսպեսի վերաբերմունք վերջ։ Մեր գյուղմթերքը կամ պետք է լինի ամենալավը, կամ այդ մենք չենք արտադրում։ Օրինակ եմ ասում, եթե պարենային ապահովության համար առանցքային բան չի, թե չէ պաթոսախեղտ անելով, ընդ որում իրար պաթոսախեղտ անելով, մոտեցումները ոչ թե մոտեցնելով, դիրքորոշումները ոչ թե մոտեցնելով իրար, այլ հնարավորինս իրարից հեռացնելով, մենք իրական պրոհայկական մոտեցում չենք ունենալու։ Սա թվացյալ այսօրվա թեմայի հետ ուղիղ իմաստով կապ չունի, բայց շատ ուղիղ իմաստով, շատ ուղիղ իմաստով կապ ունի։ Այս բոլոր ոլորտների խնդիրն է։ Իհարկե, բոլոր ոլորտների խնդիրն է, որովհետև ստեղ այնց հարցեր կա, որ իրավունք չունենք, այսօր մի պահ պատկերացրեք անասնաբուժական միջոցառումներ, որտեղ համ պետքա գյուղապետարանը, այսպես ասած, համայնքապետարանը ներկայացված լինի, համ գործադիրը։ Այն դեպքում, որ միտեղ համայնքը ընդդիմադիր տեխնացումն է, հաղթեմ միտեղ դուք մոտավորապես պատկերացնում եք ինչքան խնդիր է լինելու, նույն գյուղ ոլորտի խնդիրը ակնբը խնդիրը լուծել։ Գոնե լավ է ինչ որ հարցերի շուրջ, մեր համայնքներում ասում են, ձեր քաղաքական խաղերը մեզնից դուրս կանեք, այս մեր անձնական խնդիրն է, ստե մեզ հետաքրքիր չի։ Որտեղ որ պետքա քո հետ ենք, որտեղ էլ որ պետքա քո հետ չենք ելնի, կգնանք, քանի որ այս խնդիրը չի լուծվում։ Ես մի թեմայի անդրադարձակ ձեր խոսքում ու կուզեի արձանագրեի փաստորեն, օրինակ գինեգործների օրինակը բերեցիք, որ ներքին բավականին դրական փոխհարաբերություններ ունեն ու շատ կարևոր է միավորումների, ոլորտային միավորումների ձևավորումը
Ինչպես օրինակ մեր գործընկերներից են մեղվաբույսների դարբնոցը եւ այդպես շատ ոլորտներ պիտի կարողանան իրենց միավորումները ձևավորել ու իրենց շահերը ձևակերպել, իրենց խնդիրները ճիշտ ձևակերպել ու առաջ տանել։ Տեսեք, մենք ունենք այլ օրինակներ, բացի ասենք մեղվաբույսներից, գինեգործներից։ Տեսեք, օրինակ ես գինեգործներին չեմ բերում, մենք գնացած ոլորտներ մեր ունենք։ Մենք ունենք օրինակ կատնամթերք արտադրողների ասոցիացիա, ֆերմերների այսինքն մի բլոկի ֆերմերների, տարբեր ասոցիացիաներ ունենք։ Բայց այդ ասոցիացիաները, այդ թվում ասոցիացիաների անդամները, եթե գլոբալ խնդիր չկա, իրանք իրար մեջ առողջ հարաբերություն ունեն, թե անառողջ։ Օրինակ եմ ասում, եթե գործադիրում չի քննարկվում կատնամթերքի իրացման որևէ սահմանափակում միջալոց, հիմա կատնամթերքը թանկացել է, ոնց է լինի, հեսա մի քիչ աղմուկ կբարձրանա, հետո պետական որոշակի միջամտություն կլինի, նորից իրենք կավակվեն իրար գլխի։ Երբ որ չկա օրինակ վերահսկողություն պետական կամ հանրային կատնամթերքի արտադրությունում, օրինակ պաղպաղակի կամ թթվասերի կամ կաթի ինչ որ սանիտարական ցուցանիշի նկատմամբ կամ շեղում հանրային աղմուկ, որ խնդրեմ է։ Իրանք իրար այդ հարաբերություններում առողջ են, թե մրցակցության մեջ սկսում են նրա ապրանքը լավը չի, պատկերացեցիք ասածս իմաստը։ Այսինքն այդ առողջությունը եւ այդ միավորվածությունը այնպես չի, որ եթե բոլորիդ ոդկա իրար հետ են տրորը, այդ օրը մենակ այդ օրը իրար հետ լավ լինեք, հաջորդ օրը դառնաք թշնամի։ Այս միավորումները երբ որ ասում ենք կա եւ որ ասում ենք առողջ, այդ իրանք իրանց զարգացման հայեցակարգ պետք է ունենան։ Այսօր եկեք գնանք, տեսեք, գիտեք, իմ համար շատ դժվար է սա մասին խոսելը, հիմա ասեմ ինչ։ Եվ չի եղել մտնեմ մի գյուղ, որ գյուղացին չբողոքի կաթի գնի մթերման խնդրից։ Եվ խնդրումը գիտեք որն է, որ երբ որ գյուղացին ասում է այսօր մի շիշ ջուրը ավելի թանկ է, քան մեզնից մի լիտր կաթն են առնում, ինքը թվացյալ երկու ճիշտ թիվ ասում։ Ասում եմ մեզնից առնում են 150 դրամ, մի շիշը 200 դրամ է։ Ու մեր երկրում շատ քիչ մարդ է իրան ասում։ Դու շատ ճիշտ նկատեցիր, բայց մի հատ առանցքային բան հաշվի չառար։ Շիշ ջուրը եւ լիտր կաթը ոչ շշի մեջ տարբեր բաներ են։ Դու քո ապրանքը համեմատի աղբյուրի ջրի հետ։ Ունա մեծացան ծախսը։ Դա որտեվ քո կաթն էլ որ տանում են 400 են, արի հասկանանք ինչի է 400։ Արի հասկանանք, որ եթե կաթիդ ինչը փոխվի քեզնից կառնեն 130-ի փոխարեն 200-ով, արի գնանք ես քեզ ցույց տամ, որ 220-ի համար կռիվ են անում։ Ու երբ որ սրանից մի 12-13 տարի առաջ ասում էի, մեր շատ տնտեսվարողների այդ փակ ֆորմատում ասում էի, կգա օրը դուք կուզենաք լավ բարձր որակի կաթ ու չեք ստանա։ Չի լինի այդքան։ Քմծիծաղ էին տալի, որ չի լինելու այդ օրը, եկավ այդ օրը, որովհետև տեխնոլոգիական մշակում, արտահանում, պանիրների զարգացում, դրսից եկած տեխնոլոգների խորհուրդներով ավելի թանկ պրոդուկտի ստացում, որի համար ցածր որակի կաթը, այդ թվում որակ ասելով միայն յուղայնությունը չի, այլ խնդիրներ էլ, նաև սանիտարական նորմերի խնդիրներ, հակաբիոտիկների մնացորդի խնդիրներ եւ այլն։ Որովհետև երբ որ գյուղացու կողքը կանգնելու, նրան աջակցելու, նրան տեխնոլոգիա տրամադրելու փոխարեն, երբ որ դու հասկանում ես, որ ինքը օբյեկտիվ ճիշտ է նեղում, որ 130 է, դու երան ասում ես, հա, ճիշտ ես ասում ու գնում ես մի կողմ, չես ասում, դու ճիշտ ես ասում, բայց 200 կդառնա, որովհետև չափորոշիչները որ խստացնեն, դու պարզապես սա չես կարա հանձնես։ Չի համապատասխանում։ Նորմալ չափորոշիչների պայմաններում սա ոչ թե 130-ով 50-ով էլ չես կարա, թափես եւ վերջ։ Երբ որ պետական բոլոր կառույցները, հասարակական բոլոր կառույցները, իշխանավորները, ընդդիմադիրները, ով գնում է, ասում է գյուղացուն դու ճիշտ ես ասում, ու ազնիվ չի խոսում այդ գյուղացու հետ, որ ասի եղբայր դու ճիշտ ես ասում, որտեղ ես եմ անգործության մատնված, որտեղ ես պետք է գայի քեզ աջակցեի, ես անեի, քո ապրանքը դառնար ես գնի, որակապես էլ բարձանալու հաշվին, որովհետև եթե իրան ասես այդքան էլ ճիշտ չես ասում, դու փաստելու ես քո չարածը նաև,
Ու երբ որ բոլորը գնում են ասում են դու ճիշտ ես ասում, երբ որ դու հանկարծ գնում ես այդ բոլորի ասածին մի հատ հակառակ բան ես ասում, դառնում ես իր թշնամին։ Ասում է չհասկացանք, լսարան նայի։ Դաժե նախարարը որ սրա պատասխանը տուներ եկավ ինձ ասեց ճիշտ ես ասում ընդունեց, որ իրանք սխալ են, ես ճիշտ, ինքը եկել այնց ասում է չէ, այդքան էլ ճիշտ չես ասում։ Այստեղ է մեր խնդիրը։ Էլի հարցեր ունեք գան։ Եթե ոնց որ իրականում ոլորտի բացեր այնքան շատ են, ես հիմա որ ուզում եմ պատկերացնեմ որտեղից սկսել նա ճիշտ, ոնց որ խճճվում եմ ու կուզենայի հասկանամ, եթե այսօր ոնց որ կարգավորիչ մեխանիզմներ ներդնելու լինեինք ու այդ ռեսուրսն ունենանք, այն հիմնական կետերը էլի, որոնցից կարելի է սկսել ու ոնց որ մեկնարկը լինի, հողերի ֆոնդի գնահատումը ֆիքսեցին, բայց որոնք են էլի այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է առաջնային պլան բերել ու երկրորդ հարցն է, եթե կարելի է արտակարգ իրավիճակների տեսանկյունից եթե նայելու լինենք մեր հիմնական խոցելի տեղերը որոնք են այս պահին հաշվի առնելով նաև թեկուզ Արցախի բլոկադայի քեյսը եւ այլն համատեքստում Աստծո պահած ենք հույս ունենանք այսքան պահել է այլի կպահի բայց չի կարելի Աստծուն էլ այնքան զայրացնել որ ասի ամեն անգամ հույսներդ մեր վրա ին վրա մի դրեք հա փառք Աստծո բայց մի դիտարկում անեմ որ պետք է սկսենք հողերի չափագրումներից եւ աշխարհագրությունից եւ քարտեզագրումից ախր մինչև դրան գալը ավելի կարևոր բան է։ Այն ինչի մասին ես սկզբանե խոսեցի, գյուղատնտեսությունը ավելի շատ տնտեսական գործիք է, թե պարենային անվտանգության ապահովման գործիք։ Ճուղ ուղղություն։ Մեր համար որն է, որտեղ դրանք մոտեցումների, այսինքն sense tenence հետո գալու ենք դա անենք, բայց այդ դա անենքի վրա ինչ ենք անելու։ Այդ դա այն հարցի պատասխանը քանը չենք տվել, չենք կարող ասել։ Հիմա եթե հույսներս դրել ենք միշտ որ Աստված բարեգութ է գտնվելու ոնց էլ լինի, ես մի դուրը փակի են, մեկը բաց կլինի, ստեղից չբերենք, ընդեղից կբերենք, այսինքն մենք մեր ինքնաբավության ինդեքսը առնվազն ինչ որ ուղղությունների մինիմալի վերևից հասցնելու խնդիր չենք դրել, մի ուղղությամբ են գնալու։ Եթե սա սահմանում ենք, մի ուղղությամբ են գնալու։ Ես այդտեղ հենց այդ եմ ասում, գիտական ներուժը ամբողջ իրական ներուժը պետք է ներգրավի ճիշտ հարցադրումով ճիշտ հարցի պատասխան գտնի հասարակության հետ կա կոնսենսուսի։ Ինչի, որովհետև էլ եմ ասում, փոխվելու է, շատ բան է փոխվելու։ Գիտեք, շատ բարդ է ասել, որ ժողովուրդ ջան, այսքան տարի ձեզ խաբել ենք։ Շատ բարդ է ասել։ Որովհետև էլ եմ ասում, ես ինքս ուզում եմ, չէ, գյուղացին իր ամեն մի քառակուսի մետրից նավնը շատ փող տանի։ Միանշանակ ուզում եմ, որովհետև ինքը մենակ այտենց է մնալու կապված հողին։ Պետությունը հավերժ կարա գյուղացուն ասի ոչինչ, որ պայմանական աշխարհում ես ապրանքի գինը 100 դրամ է, ես քեզ 1000 դրամ կտամ, դու էդի արտադրի չի կարնալու, չէ, այսինքն ինչ-որ խելամիտ առաջարկներ, պահանջարկներ կա։ Հայաստանի ամբողջ հողային ռեսուրսը մենք կարանք դարձնենք բարձրարժեք արտաքնենք, արտահանենք ու ամբողջ բարենով մնանք կախվածության մեջ։ Արդյոք մեր հողերի վրա կան, մենք ունենք այսօր այնպիսի հողեր, որի վրա աճեցնում ենք կարտոֆիլ, որ տնտեսապես ձեռատալի նաև ուրիշ բան աճացնել, ավելի թանկ մշակաբույս աճացնել։ Ունենք այդպես հողեր։ Հիմա այդ հողերի վրա պետք է կարտոֆիլ աճացնենք, թե ինչ։ Հարց եմ տալիս, բարենային անվտանգության տեսանկյունից ենթադրենք գնացինք, չափեցինք, տեսանք, որ այս հողի վրա բացի կարտոֆիլը կարա աճի շատ ուրիշ բաներ, այդ թվում ավելի բարձրարժեք գյուղատնտեսական ապրանքներ, արտահանման պոտենցիալ ունեցող ապրանքներ։ Մենք պետք է մեր կարտոֆիլի ինքնաբավությունը սարքենք 110%, որ Աստված մի արա ասե ֆորս մաժորի ժամանակ էլ հասկանանք պահուստով եւ այլնով մի քիչ ավել ուտելով էլ եւ այլնով կարտոֆիլով մեր հարցը փակենք մի քիչ էլ փող ուղղորդենք որ գյուղացին չասես ավելցուկի պայմաններում գինեն գավ եւ այս ուղղության մեջ աջակցման ծրագրեր անենք որ
լավ որակի սերմացու գնի վերամշակման հետ կապված աջակցություն ունենանք, դե պետք է ասենք ցավդ էլ տանեմ մենք հո գիժ չենք որպես պետություն հանենք էստե փող տանք հենաց դե այս ինչ բանը ցանի, հետո էլ կիլոն 6000 դրամով կծախես քառակուսի մետրից էլ կհանես օրինակ այսքան փող։ Որն ենք ասում գյուղացու, որովհետև հենց գյուղացուն ասես 10000 դրամ երաշխավորում եմ քեզ տեղից փող հան, ինքը 10000-ն անելու է, գնում 8 կիլո 1600 անում։ Միանշանակ, չէ՞, երաշխիքը տվեցինք։ Բա ո՞նց ենք կանալու այնքան անկեղծ ասենք, որ համ կարտոֆիլն արա, համ էս արա, համ անկեղծ ենք, համ չխափենք, համ էլ մոտիվացնենք։ Պետությունը կասի, ես այդքան փող ոտից ունեմ, հա, այո, ընդեղ էլ կարող աճացնեմ։ Ուրեմն դրա համար պետք է ասի ով անվտանգության պարերային անվտանգության ապահովման ռազմավարության իմ ցիկլի մեջ է, ինքը մի բան է ստանալու, ով ինքը իր համար ողի վրա բիզնես անում, մի բան է ստանալու։ Ու հանկարծ չմտածեք, որ եթե տենց հողը մշակեցիք, եթե իմ պետական կարիքների համար չի ծառայում, ուզում ես գյուղատնտեսությունով զբաղվի, չէ՞ ուզում ես զբաղվի։ Գիտեք ինչքան բարդ է այս համարձակությունն ունենալը, գիտեք ինչքան բարդ է, ինչքան ռիսկային է։ Ինքը էլ եմ ասում, շատ փող կապակցված է, այնպես չի, որ ես բոլոր ոլորտների հետ կապված ամենալավ լուծումն ունեմ։ Հարցադրում կարամ անեմ, բայց չի նշանակում, որ լուծումն էլ ունեմ։ Ու ամբողջ խնդիրը հետևյալն է։ Մեր մոտ ով էր հարցադրում է կարում լավ անի, արդեն դառնում է լուծող, չէ։ Հարցադրում անել էլ լուծել չի։ Խնդրեմ։ Պոլիտիկայում մեկ այլ հարց այն մասին, թե արդյոք պարային անվտանգության ռազմավարության մեջ ունենք առանձին կտոր, այսպես ասած ազգային պարային անվտանգության տեսանկյունից, ինչ իմաստով, թե էականա, թե տեխնոժամերի կամ որակակ իրավիճակների պայմաններում պարային անվտանգությունը ապահովում է ազգային արտադրողների ուտեքներով, թե օրինակ ներդրումների դրսից ներգրված ապրանքների միջոցով, որովհետև խոսքի ընթացքում նշեցիք, որ փակ սահմաններով գտնվելու պարագայում շատ դժվարություններ կարող է ստեղծվել, համամիտեն, բայց նույն իրավիճակին ոնց որ երբ որ նայում ենք երկարաժամկետ հեռանկարով, հետ ճգնաժամային իրավիճակում գտնվող երկրի համար, բնականաբար դա իր վտանգները ունի, կապվածություն, լոկալ արտադրողների մրցակցության խնդիր եւ այլն։ Ճիշտ է, Խաղմերություն ես հարցին ու արդյոք կա համընդհանուր դիրքորոշում խնդրի վերաբերյալ, որովհետև կարծում եմ այդ քաչմերուկի կա գտնվում Ասված մի արա ասե, էլի եմ ասում, որ այդ խաչմերուկում գտնվենք, ասված չանի այդ խաչմերուկում գտնվենք։ Ամեն դեպքում ակտիվ քննարկման առարկա է, որը ինձ անընդհատ մտածելու տեղի է տալիս, որովհետև ես կարծում եմ, որ տնտեսապես ևս հնարավոր է երկիրը գրավել ավելի հեշտ միջոցներով, շատ ճիշտ է, հեշտ ռեսուրսներով, ինչպես կանխարգելել դա միաժամանակ չգտնվելով։ Ասեմ ձեզ, տեսեք, կամա թե ակամա, մենք բոլոր ոլորտներում 100%-անոց ինքնաբավություն չենք ունենալու։ Ռեսուրսը այս պահի չի բավականացնում։ Անկամ պարզ ասեմ ձեզ, միջնաժամկետից մի քիչ ավել, չեմ ասում, խորը երկարաժամկետ, որ աշխարհում հազար գիտական, տեխնոլոգիական բան կարա փոխվի, մենք այնպես բոլոր ուղղություններում ինքնաբավության չենք գնալու, այսինքն ինչ որ շուկաներ մնալու է մեր համար կարգավորումը ներմուծումով։ Այլ հարց է, որ մենք մրցունակության ապահովում եւ ինքնաբավության տոկոսի ավելացման ռազմավարությունով պետք է առաջնորդվենք։ Մեր խնդիրը որն է, մեր ռազմավարությունները ընդհանրական են։ Այսինքն, որ կարդաք մի հատ փաստաթուղթ, անգամ թարգմանեք ուղարկեք մի հատ դրսի փորձագետի, կարդա ասի լավ փաստաթուղթ է, ասի հա լավ փաստաթուղթ է։ Բայց այդ փաստաթուղթը, որ մշակվել է, դրա հիմքերը, նախադրյալները, փիլիսոփայությունը, այն ուղղությունը, որով որ մենք իրականում գնում ենք, այ դրա հետ կապ ունի, թե դրա հետ կապ չունի, այ մեր խնդիրն է դա։ Մենք թղթի վրա գրում ենք ինքնաբավության ապահովում։ Հողօգտագործման պայմանների բարելավում, չգիտեմ, այն ինչի մասին որ մենք խոսեցինք, մի մասի մասին գրառում կա, այլ հարց է, ինչ ենք անում այդ ուղղությամբ։ Տեսեք, մենք ստեղծել ենք
պետական վերահսկողություն իրականացնող կառույցներ, որոնք իրականացնելու են բուսասանիտարական, կենթանական, տարբեր հիվանդությունների նկատմամբ հսկողություն եւ նաեւ առանձին մի հատ հիմնարկ ունենք, որը պետք է իրականացնի ծառայություններ կանխարգելման եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա ունենք, իհարկե ունենք, բայց այդ կառույցը այդ գործանում է իհարկե չէ։ Որն հարցն էս ինչ ես անում, ինքը անպայման թվարկվում է ինչ-որ բաներ։ Բայց դա բավարար է, բավարար չի։ Մոտավորապես այսպես ասեմ, մենք ունենք շատ լավ կադրեր կրթության ոլորտում, իհարկե ունենք, լավ գիտնականներ ունենք որպես անհատներ, որոնք բավականին հաջող արդյունքներ են ցույց տալի, բայց հենց երթասնում արդեն ընդհանուրի մեր բուհական համակարգը, բարձրագույն կրթության համակարգում, ասում ենք եկեք հասկանանք, թե բուհերի ռեյտինգում քանի բուհ ունենք, որտեղ անգամ եթե մեկը ինչ որտեղ մտել է, դոք ընդհանուր կրթական համակարգի մաս էլ չասեմ, թե անհատական մակարդակում ինչքան ավելի առաջ են, քան նույն ոլորտի, չեմ ասում բանի ոլորտի ների, ընդհանրական, ասենք կրթություն, գիտություն, չվերցնենք պարզապես հասարակական ներգրավվածությունը, հետո վերցնենք կազմակերպչական մասը, ու վերցնենք անհատների արձանագրած արդյունքները, ոչ թե կազմակերպիչների եւ իրենց ստեղծած համակարգերի, այլ անհատների, կտեսնենք թե անհատներն ինչքան առաջ են մնացածից, հա։ Այ խնդիրը հետեւյալն է, մնացած ոլորտներում էլ այս վիճակը։ Ես տեղային բերեցի, որ լինի ավելի պատկերավոր, երբ որ քո ռազմավարությունը ընդհանրական է, որտեղ մի քանի անհատի մի քանի դիրքորոշում է, ընդ որում անհատների, որոնք միշտ չի որ ոչ թե սրտանց են արել, այլ արել են ինչ պետք է։ Ես ձեզ կարամ մեկնաբանեմ, նաև թե ինչի է շատ դեպք ունենում։ Շատ փաստաթղթեր են եղել, որ բարենային անվտանգության հետ կապված չի ասածս միայն, շատ փաստաթղթեր եղել, որ մոտ հարց առաջացել, իմանալով թե որ մասնագետն է մշակել, որ հարցնամ ինչի է այս մշակել։ Ասել են ինձ դրանց ավել չեն կարանեն, դրանց ավել որ գրեին ընդհանրապես ոչ մի բան չէին անի։ Այսինքն ի սկզբանե այդ փաստաթուղթը մշակողը ինքը իմանալով թե ով է դա կյանքի կոչելու, ովքեր եւ ինչ մոտեցումով, ինքը անգամ իր ամբողջ պատկերացումները մեջը չի դրել, ինքը դրել է գոնե այնքան, որ գոնե դրա կեսը հնարավոր է լի անել, որովհետեւ դրանից ավել արդեն բարդ ալնելու եւ չեն հասկանալու, այդ կեսն էլ չեն անելու։ Այդ մոտավորապես նման է հետեւյալի դու ուզում ես ինչ-որ մեկը քայլի։ Հասկանում ես հենց ասես 15 կիլոմետրը գնաս, ինքը չի քայլելու այդ 15 կիլոմետրից 50 մետրն էլ։ Բայց որ ասես ես 200 մետր գտնես զախի վրա է, գոնե մի 100 մետր ինքը իրան ուր կգտնի կքայլի։ Հիմա շատ դեպքերում այդ փաստաթուղթ մշակողները հասկանալով, որ միևնույն 8000-ին մոտիկ գնացող չի լինելու, անգամ չեն սկսելու։ Մի հատ 200-ի մասին մի բան գրում են, ու այդ 200-ը որ ուղարկես ինչ-որ մեկին կասի, հա նորմալ է, էլի 2 ուղիղ ճանապարհով հնարավոր է փոքր քայլել 200 մետր գնալ։ Իմիջիայլոց այս հարցի մեջ անդրադարձակ կրթագիտական մասին, ես նախատեսել էի այդ հարցին անդրադառնանք, այսօր մեր բուհերում, օրինակ մասնավորապես ագրարային համալսարանում ունենք պարենային անվտանգության կամ նման հարակից մասնագիտությունների կամ թեկուզ այլ բուհում մասնագիտական այդ բաժինները ունենք, մասնագետ պատրաստող կամ թեկուզ ոչ ագրարային կանա այս մասին խոսել, ասեմ ինչու։ Մեկ ոնց ասեմ, ամեն թեմայի հետ համ կապ ունի, համ ոչ այնքան։ Երկրորդը մենք հասցրել ենք ագրարային քաղաքականությունը եւ ընդհանրապես գյուղատնտեսությունը հետ է մասնագիտությունները այնպիսի մի վաճառքի, որ այսօր մարդիկ չեն ուզում գնան այդ բլոկեր, պարզապես։ Թե չէ գնացող, գիտեք, այդ որ չեն ուզում գնան, կադրերի բուհերը սկսում են խնդիր ունենալ կադրերին պահելու հետ։ Այսինքն այդ բարձր կվալիֆիկացիա ունեցողներ գնում են։ Այո, պատրիոտներ կան, մարդիկ կան, որոնք մնում են, որ մինչև վերջ անեն այդ գործը, բայց շատ-շատերը պարզապես տուն պահելու խնդիր ունեն, իրանց մասնագիտական կարողություններով մտնում են մի ոլորտ, աշխատում են ու արդեն, այսպես ասած, փոխանցելու ժամանակ չի մտնում եւ հետեւաբար իհարկե գիտելիք փոխանցողների ընդհանուր բնույթով որակավորումն էլ անկնում։ Անհատներ որոշակի բարձր որակավորումով մնում են, բայց ընդհանուր ընկնում է։
Բայց ելի եմ կրկնում, երբ որ դու ընդհանուր այս քաղաքականությունը չունես, ես չեմ ուզում զուգահեռներ տանել, էլի։ Անասնապահությունից կգամ կհասնեմ մինչև այդ նույն բուսասանիտարական հիվանդությունների դեմ պայքար մղող մասնագետ բուսասանիտարներին, այսօր այդ փրկիչ, այսպես ասած, եկավ տնտեսություն փրկեց, եկավ էս արեց, եկավ կենթանի փրկեց, եկավ էս արեց։ Ինքը տարբեր պատճառներ ունեցել սովետական ժառանգությունից մինչև նոր անկախ անասնապահության փոփոխություն, ինստիտուտներ, ենթակառուցվածքների սխալ աշխատանք, այդ որ անասնաբուժին մեր մարզերում սրանից տարիներ առաջ բժիշկ ջան էին բոլորն ասում, անասնաբուժը չէր տարբերվում հանրային ընկալման մեջ, պատկերացրեցիք ասածս իմաստը։ Մասնագիտությունն էր կարևորված, բրենդավորված էր, որովհետև ի սկզբանե իրանք գիտեին, չէ, սերնդե էին հասկանում, որ իրանց հաջող երեխեքից, համայնքի հաջող երեխեքից մեկը գնաց կրթությունը ստացավ անասնաբուժի հետ եկավ։ Երբ որ դու ժառանգական եւ այլն կապերի խզումը ունենում ես ինչ-որ պատճառներից ելնելով, հույս ունենալ, որ դա բնական ճանապարհով արագ կվերականգնվի, դա միֆ է։ Դու պետք է քայլեր անես դա վերականգնելու համար։ Հիմա շատերին կասեք քայլեր են կարել, սկսել են թոշակ տալ եւ այլն։ Ախր թղթի վրա եւ կյանքում դրանք տարբեր բաներ են։ Դու երբես համայնքին պատվեր իջացրել, որ այդ համայնքն ասի իրան ինչա պետք, որ դու էլ ասես, այ որը տենց է, ախր դա այնքան թիրախային պետք է լինի։ Օրինակ եմ ասում, շատ վատն է օրինակը։ Կարող է պարզվի Սյունիքի մարզը ունի խնդրեմ, Գեղարքունիքի մարզը չունի խնդրեմ, Կոտայքը ունի խնդրեմ, Շիրակը չունի խնդրեմ։ Ինչ եմ սա թվարկում։ Ասում ես, որ մարզում կա անասնաբուժի խնդրեմ։ Որ մարզն է պետք որ հաջորդ սերնդի 5 տարվա հետո անասնաբուժ ունենանք։ Ու ընդ որում բակալավրը, ոչ թե պարզապես կան մագիստրատուրան դիպլոմ են փողի խաթր մի հատ ձևական գրանցվեն։ Ասում ես երեխեքին ուղարկում եք Կոտայքի մարզում հետո էլ 3 տարի աշխատող։ Հիմիկվանից կստանա այսքան թոշակ, բանակից էլ կազատվի, պայմանով որ հետո էլ կգնա այդ նույն մարզում անասնաբուժ կաշխատի։ Ընդ որում ասում ես, այ քանի որ իմ համար ստրատեգիական նշանակություն ունի ամբողջ agrarային համալսարանում զուտ անասնաբուժական բլոկի այս բլոկում դասախոսների աշխատավարձը պետությունը ոչ թե բուհի վրա կթողա, այլ կվերցնի ինքի վրա մոտեցում կդնի, հələ տեսեք մի քանի տարի հետո ոնց է փոխվում վերաբերմունքը։ Իսկ երբ որ ինչ եմ ասում, կարևոր չի ինչա գրած, կարևորը դա կյանքի կոչելու համար ինչ մեխանիզմներ ա ներդրած։ Այսօր եկեք գնանք անասնաբուժական մասնավոր փոքրիկ կլինիկաները, տեսեք բժիշկները սոնոգրաֆիա նստած ոնց են շուն ու կատու բուժում։ Եկեք գնանք տեսեք, ինչ պայմաններում են այսօր նստած աշխատում։ Ու եկեք գնանք հենց հիմա հարցում անենք շուն ու կատու չունեցող մարդկանց մեջ, հասկանան անասնաբուժ ասելով, քանիսը նկատի կունենա այդ իդեալական պայմաններում նստած ամենաթանկ սարքավորումներով շուն սոնոգրաֆիա անող վերջում էլ բուժական միջամտություն իրականացնող մասնագետին։ Քանիսը անասնաբուժ ասելով իրան նկատի կունենա։ Չնչիկ թոքոս։ Երբ որ դու ինչ եմ ասում, ամեն ինչը փոխկապակցված է։ Ես այս օրինակը բերել եմ, հիմա էլ կբերեմ։ Կապ չունի որն է մեր սիրած թիվը։ 1-ը, 11-ը, թե 12-ը։ Ժամացույցը համարվում է աշխատող, երբ որ բոլոր թվերի կողքով անցնում են եւ անցնում են հավասարապես։ Ուզում եմ 7-ը լինի մեր սիրած թիվը։ Եթե որևէ սլակ 7-ի վրա մնում է շատ, ուրեմն մեր ժամացույցը վատ է աշխատում։ Ուզում եմ 1-ը լինի մեր ամենաչսիրած թիվը։ Եթե 1-ի վրա չի մնում թռնում է, ուրեմն մեր ժամացույցը սխալ է աշխատում։ Հիմա երբ որ դու համակարգերի ամբողջականությունը խախտում ես, մի բանը դիտարկում ես առանց մյուսի, չես ունենալու արդյունք երբեք։ Եվ այս պարզ ճշմարտությունն է ժամանակի մեջ, որ մեր կյանք չի մտել։ Երբ որ ասում ես պետք է ներդնել մեխանիզմներ, մեր պատասխանատու ոլորտները չեն քննարկում, թե ինչա պետք ներդնել ու ինչ չեն արել։ Իրանք միանգամից սկսում են արտահանել, որ իրանք արել են ու չի աշխատում։ Հիմա երբ որ մենք քննարկեցինք ոլորտի օրինակ, որ
բերել եմ, բայց չի աշխատում, չէ՞։ Երբ որ դու ասես դու պետք է շահագրգռես, որ գնան այդ ոլորտ, կասու հենա շահագրգռում եմ, թոշակ եմ, սահմանը չեն գալիս։ Ինքը չի քննարկի ինչ չի արել, ինքը քննարկի ինչ է արել։ Ինքը չի ընդունի, որ իր մոտեցումն է եղել սխալ, որ չեն կարացել ներգրավել ինչ-որ բանելով։ Ինքը կմտածի, որ այդ ոլորտն է վատը, որ չի աշխատել։ Էլի եմ կրկնում, մենք ծանրամարտից կունենանք աշխարհի չեմպիոն գերծանր քաշայինում, եթե դա ներկայացնող Վարազդատ Լալան է այսօր։ Կամ լավագույն դեպքում մեր համար Գոր Մինասյանին հետ բերենք Բահրեյնից, Գորին ուղարկենք։ Կամ մի քիչ էլ երազենք, Սիմոն Մարտիրոսյանը մի քիչ էլ քաշ ավելացնի, մտնի ծանր քաշային կարգ, մի քիչ էլ մրցակիցները անհաջող հանդես գան, արդեն ուրիշ պայմաններ լա պետք։ Սիմոնն էլ կարող է դառնա։ 4-րդ մարտ այսօր որ Հայաստանը կգնա կներկայացնի եւ կբերի ոսկի մեդալ չկա։ Ուզում է Վարազդատ Լալանը պատմի ուրիշին ոնց է պետք դառնալ չեմպիոն։ Ուզում է Գորը պատմի, ուզում է Սիմոնը պատմի, ուզում է երեքով իրար հետ պատմեն։ Ուզում է երեքով իրար հետ էլ գրկած տանեն, ասեն բարձրացրա, չի բարձրացնելու չեմպիոնական քաշ։ Մենք փոքր ռեսուրսի տեր ենք, եւ այս փոքր ռեսուրսների պարագայում ամեն ոլորտ ինքն իր նեղ փոքրիկ մասնագիտական խմբերով պետք է կարողանա փոքր մասնագիտական խմբերը ժամանակի ընթացքում ճիշտ կրթության եւ գիտելիքի փոխանցման հարց դարձնի մեծ, բայց ինքն էլ այդ պահին որոշումների կայացման հարցում լինի ակտիվ ներգրաված։ Կապահովենք այս շղթան, կունենանք արդյունք, չենք ապահովի։ Անընդհատ ստիպված կլինենք քննարկել, թե ինչի մենակ Սիմոն Մարտիրոսյանով։ Մի հատ ճշգրտող հարցնամ ոլորտի մեջ ներառվում, այսինքն պարենային անվտանգության ոլորտի մեջ ներառվում է ջրային ռեսուրսների անվտանգության հարցը։ Ինչ տեսեք, ջրային ռեսուրսները իրենք ոչ միայն ուղիղ իմաստով կարևոր են գյուղատնտեսության համար, որովհետև հասկանում ենք, այլ նաև այդ ջրի որակից կախված է ապրանքիդ որակը եւ ջրի անվտանգությունից կախված է ապրանքիդ անվտանգությունը։ Ինքը, այսպես ասեմ, ես ինչի ասացի այդ թվում հողի եւ ջրի կապը ջրային ռեսուրս, բայց իհարկե ուղիղ իմաստով է եւ իմ խոսքում անգամ ես մի քանի անգամ դրա մասին խոսել եի, որ պարզապես չեմ ցանկանում մտնել ամեն ուղղություն, որ իմիջիալոց ասեմ։ Ինձ թույլ էլ չեմ տա մտնել եւ խնդրեմն էլ է դա, որ մնացածները բոլորը եթե մի բան վերցնում ամեն ինչի մեջ մտնում են ջրային ռեսուրսների կառավարումը սրա հետ կապ ունի շատ ուղիղ, բայց դրա մասնագիտական պատկերացումները լրիվ այլ են։ Ունենք այլ հարցեր։ Այսքանով եկեք այսօր եզրափակվենք, արդեն ժամանակն էլ ավարտվում է, ինչ որ ամփոփիչ խոսք, որ մտածում եք կիսատ մնաց կամ Շնորհակալություն, լավ գործ եք անում, ձեզ կուզեմ շնորհակալություն հայտնել, եւ որ ավելի լավը լինենք, կուզեմ որ մենք հասկանանք մի բան։ Այդ ընդհանրական բաները տեղայնացնելը շատ կարեւոր է, բայց որ ավելի կարեւոր է հասարակական պահանջ ձևավորելն է դրա։ Էլի եմ ասում, հենց հերթահասնում մեր անհատի մակարդակով մենք մեր համար կարևորում ենք գրագիծ մոտեցումը։ Հենց հերթահասնում ընդհանուր բաների համար մենք ենթադրում ենք, թե ընդհանուրը ոնց է լինի մի բան կլինի, այդ մի բան լինի չի լինելու։ Եթե մենք քայլեր չձեռնարկենք։ Եվ իհարկե, այստեղ շատ կարևոր է, որ պետական օղակները հասկանան մի բան։ Չի կարելի առհամարել դրսի փորձը, չի կարելի առհամարել գիտելիքը, իմիջիալոց ասեն գիտելիքը առհամարելը, դա միայն խոսելը չի գիտելիքի մասին։ Երբ որ կառավարման համակարգում գիտություն ներգրաված չի։ Երբ որ գիտական միտքը ներգրաված չի, գիտական կարծիքը ներգրաված չի։ Հիմա որ հարցնեք, կասեն, ով ասում եմ մենք մի հատ կարևոր բան որ ուզում ենք անենք, ուղարկում ենք ակադեմիայում գիտական կարծիքի։ Ակադեմիան մի քանի անգամ կարծիքա գրում, տեսնում եք կարծիքը չլսեցիք, հաջորդ անգամ գնում է նախագիծը կարդում, ասում է գրեք դիտողություններ եւ առաջարկություններ չունենք։ Իրականում պետություն, գիտություն, տեխնոլոգիական մոտեցումներ, նորարարություններ, դրսի գիտություն։ Ի վերջո ամբողջական շղթա է։
հանրային հատված, փորձագիտական հատված, փորձ ունեցողների հատված, որովհետև ինչ-որ մեկը կարող է գիտական պոտենցիալ չունենա, բայց իր կյանքով ցույց տա, որ ինքը գնացել է դրսում վերապատրաստվել, եկել է մատ վերամշակման գործանա սարքել, այսօր բոլորից լավ է պատկերացնում, թե որտեղից ինչա պետք առնել, ոնց է պետք մշակել, որ 100-ով առնես, դարձնես 1000 դրամանոց սննդի արդյունաբերության ցիկլի միջով անցած արտադրանք։ Իրա կարծիքը պետք է հաշվի առնել։ Ռեսուրսա պետք դնել։ Եվ այս այն դեպքերից է, որ մեզ համեստությունը չի խանգարի։ Որովհետև մենք այդ ամեն ինչ գիտենք դիրքերից չենք ուզում իշտենք։ Շատ շնորհակալություն։ Ձեզ էլ։ Շատ հաճելի հանդիպում էր։ Ձեզ շնորհակալություն։